Բարև ձեզ սիրելի ունկնդիրներ, Վանթոք Ալիքի եթերում Real Talk podcast-ն է։ Իմ հյուրն է վերլուծաբան Տիգրան Քոթանջյանը։ Բարև ձեզ Տիգրան ջան։ Ողջույն Տիգրան ջան։ Շնորհակալություն հրավերս ընդունելու համար։ Շնորհակալություն հրավերի համար։ Ուզում եմ քեզ հետ խոսել Արցախյան բանակցություններից, պատմությունից, Ղարաբաղյան Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտից, որը պաշտոնական միջազգային անվանումն էր, հիշում ենք, եւ ուզում եմ այսպես ասած ռետրոսպեկտիվ մենք անալիզ վերլուծություն կատարենք, հիշում ենք ընդամենը մի քանի օր առաջ կառավարության կայքը հրապարակեց բանակցային փաստաթղթերը, դեռ 90-ականներից սկսած, Լիսաբոնով, այսպես ասած տարբեր հայտարարություններ, Սերժ Սարգսյանի նամակը Պուտինին այնտեղ կար բավականին հետաքրքիր դրվագներ, բայց այս մասին ենք խոսելու մենք իհարկե հիմնականում, սկսենք 90-ականներից, Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ հիշում ենք եղավ այդ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 4 բանաձևերը եւ հետագայում եղան փուլային եւ փաթեթային տարբերակները, որտեղ հղում կատարվում էր այդ բանաձևերի վրա, այսպես ասած ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի եւ ասում են, որ սա նշանակելու է, որ ըստ էության արդեն Լեռնային Ղարաբաղ Ադրբեջանի տարածքային ամբողջականության կազմում չի լինելու, նաեւ շատ մեղադրանքներ կան, որ Լևոն Տեր-Պետրոսյանը եկավ իշխանության միացման, հիշում ենք այդ կոչերով, բայց այնուհետև գնացին անկախության ճանապարհով, նախ սրան ինչպես եք վերաբերում, արդյոք սա ճիշտ ընտրություն է։ Երկրորդիվ խոսում են, որ պետք չէր Լևոն Տեր-Պետրոսյանը ըստ էության հարցրեց Հայաստանը բանակցությունների կողմած, գտնական շրջանում հիշում ենք Ղարաբաղ, Ադրբեջան, այս ֆորմատներ, այսպես ասած նախանշվում։ Այլ տարբեր բաների մեջ նույնպես մեղադրում են, թե ինչու միջև վերջ չգնացին եւ Ադրբեջանին հիշում եք կապիտուլյացիայի չընթարկեցին, ձեր վերաբերմունք այդ տարիների Լեռնային Ղարաբաղի բանակցությունների գործընթացի։ Լավ, բարի, ուրեմն շատ ընդհանուր բաներ ասացի։ Ասեցինք դուք կդետալիզացնեք։ Հա, հետո բան անենք։ Ուրեմն 94 թվականի պատերազմական զինադադարի եռակողմ անժամկետ կնքելը իմ կարծիքով արդարացված էր զուտ ռազմական իրավիճակից ելնելով, դա ավելի լավ ռազմական փորձագետները կարող են նշել, բայց իմ ունեցած տեղեկություններով ինչ որ ասում են ռազմական փորձագետները, այդ բան իրավիճակը այնպես էր, որ երկու կողմի համար էլ իրավիճակը միանշանակ չէր, այսինքն մի տարածքում են կարողանում ենք առաջխաղացում ունել, մյուս տեղը մարդաքանակի պակասություն կար, զինտեխնիկայի քչություն կար եւ արդարացված էր այդ կնքելը զինադադարի նամանավանդ, որ այդտեղ նշվում էր եռակողմ այդ պայմանագիրը, այսինքն 3 կողմ էին ստորագրում, այդ թվում նաեւ Արցախի հանրապետությունն էր ստորագրում, որը փաստացի որպես կոնֆլիկտի կողմ ճանաչվում էր եւ Ադրբեջանի կողմից եւ միջազգային հանրության կողմից։ Ինչ վերաբերվում է Լևոն Տեր-Պետրոսյանի միացում շարժում եւ հետո անկախացման գնալու հետ կապված, այդտեղ պետք է հետեւյալի վրա ուշադրություն դարձնել, որ միացում շարժումը սկսվել էր որպես ներխորհրդային միության process, այսինքն խորհրդային միության ներսում խորհրդային մի հանրապետությունից մյուս հանրապետություն Լեռնային Ղարաբաղը միացնելու ճանապարհներ ընտրված, իսկ հետո արդեն 91 թվականին արդեն խորհրդային միության փլուզման փուլում կար իրավական հնարավորություն անկախության միջոցով այդ միավորումը իրականացնելու, այսինքն որևէ շեղում այդտեղ չկա, ուղղակի տակտիկան էր ոնց որ փոխվում, որ սկզբից անկախանում է, այնուհետև անկախությունը ճանաչելուց հետո միավորում է տեղի ունենում։ Այդ տեղի էր ունենում զուտ այն հանգամանքով, որ գոյություն էր միջազգային նորմ ինքնորոշման իրավունքի հետ կապված եւ գոյություն էր խորհրդային միությունում օրենք, խորհրդային հանրապետությունների սովետական միությունից դուրս գալու օրենքը։ Համաձայն այդ օրենքի, եթե որևէ հանրապետություն ցանկանում էր դուրս գալու իր տարածքումներ ավտոնոմ շրջան կամ մարզ, այդ տարածքում առանձին հանրակրվեր պարտավորն է իրականացնել, այսինքն դա ցանկություն չի կամ չի նորմով, պետք է պարտավորություն էր դա դրված Բաքվի վրա։ Պետք էր այդ հանրակրվեն իրականացներ եւ այդ ավտոնոմիան իրավունք ուներ ինքը որոշեր դուրս է գալիս Ադրբեջանի հետ, թե մնում է խորհրդային միության կազմում, իր կարգավիճակն է որոշում եւ առանձին անկախանում է, թե չի անկախանում։ Հիմա Ադրբեջանը դուրս գալու այդ շրջանում 91 թվականին ամբողջությամբ խախտել է եւ միջազգային նորմերը եւ օրենքները, այսինքն եթե հետևեք այդ գործընթացին ոնց է տեղի ունեցել, ինքը հանրակրվե չի իրականացրել, առավել եւս ինքը 91 թվականի մարտի համախորհրդարանական հանրակրվեին մասնակցել է, 93%-ը իր բնակչության քվեարկել է, որ կողմ է խորհրդային միության մեջ մնալուն, բայց օգտվելով քաղաքական իրավիճակից են Գեկաչեպեն օգոստոսին, եթե հիշում եք, որ տապալվեց, չկարողացան Ելցինին Գորբաչովին ձերբակալեն, միանգամից փոխվում է եւ օգոստոսի 30-ին հայտարարվում է, որ ինքը անկախացման process է սկսում։ Ու հոկտեմբերի 18-ին ընդունում է կոնստիտուցիվ անկախության հռչակ առանց հանրակրվե անցկացնելու։ Այսինքն արդարացված համարում եք Լևոն Տեր-Պետրոսյանի այդ ճանապարհով գնալը միացում անկախության կոնտեքստում դա կարելի է։ Զուտ այդ ժամանակվա իրավիճակների փոփոխությունից դա կարելի է ասել, բայց այնտեղ ուրիշ բաներ կարելի է ներջ բերել, այս հատվածը վերջացնեմ, ուրեմն այսինքն անօրինական Ադրբեջանի անկախացումը թույլ էր տալիս պաշտպանել միջազգային նորմը եւ եղած այդ պահին օրենսդրությունը լրիվ անկախ Լեռնային Ղարաբաղ հիմնելու տեսանկյունից եւ այդ ճանապարհը ընտրվեց։ Հետո ռազմական դրությունը բավական վատ էր այդ սկզբնական փուլում, որտեղ կալից օպերացիաներ, բլոկադաներ եւ այլն։
Եվ Արցախի զգալի մասը մոտ կեսը օկուպացված էր այդ պայդրությամբ եւ Մարտակեր Հյուսեյն Արցախի մասին չէ խոսքը ռուսական բանակի օկուպացված էր եւ բլոկադայի մեջ շատ բարդ վիճակում էր մինչեւ Իվանյան գյուղը Խոջալու այսպես կոչված Շուշի Բերձորը ազատագրելը շատ բարդ իրավիճակ էր ռազմական առումով այնտեղ գտնվում եւ դեկտեմբերի 10-ին երբ որ տեղ ունեցավ հանրակրվեն անկախության Լեռնային Ղարաբաղում կարելի էր փորձել պաշտպանել այդ որոշումը եւ դրա վրա շեշտադրում անելով գնալ, բայց սակայն Հայաստանը մասնակցեց դեկտեմբերի 21-ին Ալմաթայում այդ գագաթնաժողովին եւ այնտեղ քաղաքական առումով, իրավական առումով ձևակերպված չկա, այսինքն այն հղումը, որ Նիկոլ Փաշինյանն անմահ Ալմաթայով ճանաչվել է արդեն եւ այլն, այդպիսի բան տեղի չի ունեցել, որովհետեւ այնտեղ չի նշված որևէ բան, սահմանների անկախտելիության սկզբունքն է նշված, ինքնորոշման իրավունքի սկզբունքի հետ միասին, այսինքն հետագա օգտագործման ինտերպրետացիայի հարց է, դրա համար Ալիևը երբեք դրան հղում չի արել։ Եվ բացի դա վերապահումներով է ընդունվել։ Այո, եւ այստեղ վավերացումը 15 վերապահում է եղել, այդ վերապահումները ըստ ընդունված այդ փաստաթղթի համարվում են այդ փաստաթղթի մաս եւ այդ վերապահումներով այնտեղ հստակ նշվում է 15-րդ կետը կարող եք կարդալ, որ վերաբերում էր Արցախին, այսինքն Արցախը Ադրբեջանի կազմից դուրս։ Բայց քաղաքական առումով Լևոն Տեր-Պետրոսյանը հասկանալով ռազմական բարդությունն այնտեղ հարցազրույց կա հայտնի, որ ինքնաթիռում ինքը Ալմաթայից հետո տալիս է, ասում է, որ ինքը պահանջում էր լայն ավտոնոմ ռեսպուբլիկայի կարգավիճակ։ Կոմսոմոլսկայա Պրավդայի հարցազրույցներ, հա։ Ինքը պահանջում է լայն ավտոնոմիայի ռեսպուբլիկայի կարգավիճակ Ադրբեջանի կազմում որ լինի, դրանից հետո էլ պատասխան եղավ այստեղ Գերագույն խորհրդի 92 թվականի որոշում, որ ցանկացած որոշում, որը որ կճանաչի Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս, դա մեր պետական շահերին դեմ է, հա, 92 թվականի հայտնի Գերագույն խորհուրդ, որ մինչև այսօր օրենքի ուժ ունի, եւ Նիկոլ Փաշինյանը արածը հենց այդ օրինակա օրենքի խախտում է համարվում։ Եվ եկեք հիշենք 96-ում իր ելույթը Լևոն Տեր-Պետրոսյանը ինչքան էլ քննադատենք դեկտեմբերին չէ 96-ում ինքը ինչ ասաց, որ չի կարող լինել Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում եւ վետո կիրառեց ու ասաց, որ դա կարող է ըստ էության նշանակել ցեղասպանություն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի։ 96 թվականի Լիսաբոնի այդ իրավիճակում անսպասելի որ դրվեց այդ փաստաթուղթը սեղանին, ինքը վետո կիրառեց եւ հիմնավորեց դա ցեղասպանության վտանգով, այսինքն անվտանգության երաշխիքներով եւ այդ առումով կարելի է ասել, որ արժանապատի որոշակի պահված դրսևորել։ Չնայած դա էլ Հայաստանի սխալների հետևանքներով ինքը պրագմատիկ քաղաքական գործիչ է իմ կարծիքով եւ փորձում է եղած իրավիճակում հնարավորինս ասենք ռիսկերը կոմպենսացնելով որոշակի մինիմալ արդյունքների հասնելու ճանապարհով գնալ, այսինքն զուտ այդ առումով կարելի է քննադատել, այլ ոչ թե ինչ որ հակապետական գործունեության կամ գաղափարները դավաճանելու մեջ։ Փուլային փաթեթային տարբերակի թերություններին կանք, որոնք են ձեզ ամենամեծ թերությունները այդ տարբերակում։ Դե Լիսաբոնում ահավոր կատաստրոֆիկ իրավիճակ էր, դա արձանագրենք, դրանից հետո փուլային եւ փաթեթային տարբերակներ 97-ի որ եղան, այնտեղ ինչ էր փաստացի ասում էր, որ ինչ փորձեց անել Լևոն Տեր-Պետրոսյանը, հա, այդ տարբերակները։ Ուզում էր ասել մենք վերադարձնում ենք 6 ռայոնը, շրջանը, այնտեղ խաղապահներ են մտնում որոշակի երաշխավորում ենք անվտանգությունը եւ հաջորդ բանակցային փուլերում, որտեղ կարգավիճակը պետք է որոշվի, փաստացի Լեռնային Ղարաբաղը վերադարձած էր լինում բանակցային սեղանի շուրջ եւ կարող են 3-ի համաձայնությամբ պետք է տեղի ունենար այդ կարգավիճակի որոշում, որը չէր լինելու, բայց դա ռիսկը նա էր, որ քաղաքական աշխարհակաղակական ինչ-որ իրավիճակում որևէ երաշխիք չկար, որ Ադրբեջանը ռազմական ճանապարհով նորից չի վերցրելու այդ տարածքները, այսինքն ունենալու ենք ինչ որ ունենք։ Իսկ քանի որ այնտեղ հղում կար ՄԱԿ-ի 4 բանաձևերին, որտեղ ձևակերպումները մեղմ ասած լավ չէին պատկանելիության հետ կապված, չնայած այդտեղ էլ պետքա վերապահում եւ հստակ ֆիքսենք, որ ՄԱԿ-ի այդ 4 բանաձևերը անվտանգության խորհրդի 93 թվականին ընդունված ընդունվել են ոչ թե որոշելու համար թե այս կոնֆլիկտում ով է ճիշտ կողմը, ում է պատկանում այդ տարածք իրավական ինչ կարգավիճակ ունի, այլ նպատակ են հետապնդում այդ ակտիվ ռազմական փուլում ռազմական գործողությունները դադարեցնելու եւ կարմիր գծով շրջափակման նաեւ չէ թշնամական գործողությունների եւ կարմիր գծով թելով գնում էր անհապաղ ռազմական գործողությունները դադարեցնելու, վերացնելու այդ էսկալացիայի հետևանքները եւ նստել բանակցային սեղանի շուրջ, այնտեղ հստակ նշվում էր, որ բանակցային կոնֆլիկտի կողմը Լեռնային Ղարաբաղը եւ Հայաստանի վրա չկար դրված պարտավորություն զորքեր դուրս բերելու եւ այլն, այնտեղ նշված էր տեղի Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի մասին։ Իսկ Հայաստանի վրա պարտավորություն որ ազդել Լեռնային Ղարաբաղի վրա, որ հնարավոր է զինադադար հաստատվի։ Դրված կար Ադրբեջանի վրա պարտավորություններ եւ զինադադար եւ կոմունիկացիաների բացման, որը Ադրբեջանը ինքը չի կատարել։ Փաստացի ամեն փուլում երբ մի ռեզոլյուցիա ընդունվում էր, հայկական կողմը հայտարարում էր, որ պատրաստ է զինադադար են իրականացնում, այնուհետև Ադրբեջանը խախտում էր զինադադար եւ շարունակվում էր։ Բայց այնտեղ քաղաքական առումով վատ ձևակերպումներ կար, հա, որի վրա հիմա հղում անում Նիկոլ Փաշինյանը, որ իրավական որևէ ուժ չուներ եւ հետագայում դրան չեն էլ վերադարձել հետագա եթե
որ հասնենք 2007-ից հետո բանակցային փուլում հղում որևէ չկա այնտեղ այդ ՄԱԿ-ի բանաձևերին եւ 97-ի այդ փուլային փաթեթայինում այդ հղումները կար այսինքն հետագա բանակցությունների ժամանակ երբ որ կարգավիճակի հարցը լիներ Ադրբեջանը կարճելու էր այդ դրանից եւ պնդելու էր որ դա իր կազմում պետք է լինի այնուհետեւ դեստրուկտիվ կողմ հանելով Հայաստանին եւ Լեռնային Ղարաբաղին փորձել էր արդարացնել իր ագրեսիան այսինքն այդ ռիսկերը այդ վտանգը կար եւ բացասական էր փաստացի այդ նույն բլոկադան որ ինքը պետք է հաներ 6 ռայոնի դիմաց հա նույն նորից կարող էր վերականգնել այդ բլոկադան օրինակ եմր որ Այսի խաղապահ ուժերը երաշխիք չէին լինի այդ որ պիտի տեղակայվեն որևէ տեղ որևէ աշխարհի կետում որևէ խաղապահներ հավերժ երաշխիք չեն կարող հանդիսանալ ինչ որ ժամանակահատված միգուցե բայց նույն Կիպրոսի դեպքերն էլ կարող է պարտադիր պետք է կարգավիճակ լիներ եւ այդ կարգավիճակն էլ անկախության հստակ անվտանգության երաշխիքներ կարգավիճակ եւ ռազմաքաղաքական բալանսը պետք է պահպանված լիներ իսկ երբ որ դու 6 շրջան հանձնում ես առանց այդ ամեն ինչի հա ապահովելու արդեն ռազմաքաղաքական բալանսը զուտ դիրքային առումով վերանում է որտեղ կիսաշրջափակման մեջ է Արցախը գտնվում եւ նույն հետ քայլը կարող ասել։ Հիմա կարող են ասել այդ դեպքում ինչներ կգանք դրան իհարկե Քոչյանի եւ Սերժ Սարգսյանի տարբերակների տարբերությունը Լևոն Տեր-Պետրոսյանից այդտեղ ինչ երաշխիք ավելացավ նույն բաններ ուղղակի երբեք չէին համաձայնվի կարգավիճակի շուրջ շատ լավ խոսեք եւ նաեւ փաթեթայինից էլ խոսեք ու անցնենք հաջորդ այդ փուլային փաթեթային 97 թվական նույն բաներ ուղղակի մեկը փուլայինով էր արվում մյուսը փաթեթայինով էր արվում գրեթե տարբերություն իրարից չկար հա փուլայինը մի քիչ ավելի այդ դեպքում լավն էր որտեղ կարգավիճակը չէր հետը հլստակեցվում այդ թղթի մեջ բայց հղում կար ՄԱԿ-ի բանաձևերի վրա Դրանից հետո դա չընդունվեց, հա, Հայաստանի կողմից, հայտնի ուժերի կողմից, հա, ուրեմն այո, փոխպրոցեսին բանանել, հեռացնել Լևոն Տեր-Պետրոսյանի ասած հայտնի ուժերի կողմից։ Եվ այնուհետև նոր բանակցային փուլ սկսվեց, հա, 98-ի միացյալ պետություն, ընդհանուր պետություն, հա, գաղափարը ընդհանուր պետությունը ինչն էր տարբերությունը նախորդներից, որ այնտեղ փորձ էր արվում ստեղծել մի իրավիճակ կարգավիճակի առումով որ Լեռնային Ղարաբաղի եւ Բաքուն հավասար հորիզոնական փոխադարձ կարգավիճակի վրա են, այսինքն մեկը մյուսի դոմինանտ չի համարվում, կոնֆեդերատիվ ինչ որ սկզբունքի բան, որը Ադրբեջանը մերժեց։ Բայց ադրբեջանական անձնագրերով էին հատուկ նշումով, որ դա Լեռնային Ղարաբաղի, այսինքն մի ընդհանուր պետություն էր լինում, հավասար երկու սուբյեկտի, եւ Ադրբեջանը պետական լեզու էր դառնալու այ ամենավան կետերից էլ։ Այսինքն այդ ամեն ինչով ավարտվեց այդ Լիսաբոնյան այդ 94-ից 98 թվականի այդ բանակցային փուլը եւ այնուհետեւ այդ փակուղուց դուրս եկան նոր բանակցային process-ներով Շատ բարի գանք այսպես ասած տեղ խոսում էին մեղրի փոխանակման տարբերակից քիվեստից էին խոսում իդեք այդ քարտուղարությունն էլ անցյալ տարի էր եթե չեմ սխալվում ուշագրավ բացահայտումներ արեց ինչպես են գնացել այդ բանակցությունները եւ փաստորեն ըստ էության Հայաստանում տեղի ունեցավ հոկտեմբերի 27 հա այդ ժամանակաշրջանում եւ արդեն սկսվեց քիվեստյան բանակցությունները որը շատ քիչ էր ըստ էության դրա տարբերությունը չնայած չէ այնտեղ հստակադաների մասին էր խոսում գիտեք հիմնական այսպես ասած կռվախնձորը այդ միջանց որը մինչև այսօր էլ այսինքն թեմայում է արդյական է այս մասով ձեր մեկնաբանությունը որն է հիմա այդ փուլում ուրեմն հաջորդ этаպը բանակցային այդ 99 թվականից սկսված այդ բանակցային գործընթացներ այդպես գոբլի պլան էին ասում եթե կհիշեք հա Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ Այո 92-ին կար հետո թարմացված գոբլի պլան իրականում հետո բացահայտված փաստաթղթերից երևում է որ դա այդ պլանի հիմքերում Օզալն է կանգնած այն ժամանակվա Թուրքիայի նախագահը իրենք ձգտում էին թուրքական աշխարհը կապելու համար իրանց համար ավելի կարևոր է ոչ թե բուն Լեռնային Ղարաբաղը այլ այդ միջանցքը որ կարողանան ստանալ Մեղրի շրջանը ավելի կարևոր էր բանթուրանական իրանց ծրագրերից ելնելով եւ արևմուտքում էլ այդ ժամանակ Նաբուկո ծրագիր կար եթե գիտեք նավթամուղերի գազամուղերի այդ ցանց կառուցելու որը կշրջանցի Ռուսաստանը եւ այս տարածաշրջանի Միջին Ասիայից սկսած այս մեր տարածաշրջանով վերջացած այդ բոլոր ռեսուրսները կուղեր դեպի Եվրոպա եւ այդ շրջանակում իրանց արևմուտքի համար էլ էր ձեռնտու որ խաղաղություն հաստատվի եւ այդ խաղաղության պայմաններում Մեղրիով այդ նավթամուղերը գազամուղերը կառուցվի հետագայում այդ Նաբուկո պրոյեկտը տապալվեց բայց ամենայն դեպս իրանց էլ էր ձեռնտու եւ սկսեցին այդ բանակցությունը առաջի առաջարկը 99 թվականի որ արվել ամբողջ Մեղրի շրջանը պետք է փոխանակվեր Լեռնային Ղարաբաղի հետ ինչպես Ռոբերտ Քոչյանը նշում էր իր հարցը Բայց դեմից մերժում էին ասեն այդպեսի առաջարկ չի եղել տարիներ շարունակ հիշենք ինքն էլ Օսկանյանն էլի Հա բայց իրանք այդտեղ իրանց մեկնաբանությունն եմ ասում իրանք այդտեղ կարճեցին նրանց որ Ադրբեջանը պատրաստ է Լեռնային Ղարաբաղի հավակնություններից հրաժարվել իր կազմում լինելու եւ այդ ընդունեցին դա որպես բանակցային հետագա գործընթացի համար առաջարկ, այլ ոչ թե հենց այդ առաջարկը ընդունեցին, այլ շարունակել այդ թղթով բանակցել եւ կարողացան այդ բանակցային գործընթացը բերել 2001 թվականի քիվեստին, որտեղ ամբողջ Մեղրի շրջանի դիմաց
դա այդ Մեղրի շրջանի հատվածի փոխարեն իրանք ստանում են 8 մետր լայնքով ճանապարհ, էստակադաներից եւ կամուրջներից, թունելներից կազմված ճանապարհ, որով եւ կարող էին այդ ամբողջ կոմունիկացիաները անցկացնել ադրբեջանցիները եւ այնտեղ նշվում էր կարծեմ, որ այդ էստակադայի տակ եւ կամուրջների տակ եւ այդ թունելների վերևը գտնվող հողատարածքը Հայաստանի սուվերեն տարածք է հանդիսանում։ Ուղղակի խառնելով իրար դա չի նշանակում, այո, շատ ճիշտ եք ասում, բայց ասենք դա չի ստացվում, որ այդտեղ ազատ տեղաշարժի մասին խոսում էր, որ ապահովել է իհարկե, բայց անխոչեդոտ տեղաշարժ։ Այո, իդեպ շատ նման է այս բան trip-ի, չէ՞ բան։ Հա, ուզում եմ ասել, որ արդյոք սա տարածքների փոխանակման դարձավ ըստ էության ծրագիր էր, քանի որ նա նաև անվանում, որ դա բեր այսպես ասած ինքնորոշման հարթությունից ըստ էության Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը նրանք տեղափոխեցին տարածքային վեճի տիրույթ, որը շատ վատ այդտեղ այդ վտանգ իրոք կար եւ փորձում էր Ադրբեջանը այդ հողումը իրականացնել դրա վրա, բայց եթե վերջնական, քանի որ դա վերջնական առաջարկ էր լուծման, եթե ստացվեր դա իրականացնել, այսինքն այն հիմնական նպատակը, որ մենք հետապնդում էինք Արցախի միավորումը Հայաստանի հետ, դա կիրականացվեր, բայց հետագայում, քանի որ Ադրբեջանը դա մերժեց, հետագա բանակցություններ Չեմ կարծում թե այդքան լավ լուծում կլիներ։ Դե Ալիևը բնականաբար մերժեց, Ալիևը բնականաբար, բայց դրականը նա էր, որ դեստրուկտիվ կողմը արդեն երկրորդ անգամ 98-ից հետո դարձավ Ադրբեջանը եւ դա մի քիչ ճնշումներից ազատեց Հայաստան կողմին եւ մի քիչ իրավիճակ փոխեց։ Հետո սկսեցին այդ խաղաղ շրջաններ արդեն որոշեցին, որ այդ բաները գազի եւ նավթի խողովակները Վրաստանի տարածքով պետք է անցկացնեն, այդ խաղաղ շրջանում զարգացման շրջաներ, նոր բանակցային արդեն ժամանակ կար սկզբունքների մասին բանակցել, թե ինչ սկզբունքների հիման վրա պետք է։ Բայց մինչև այդ Արցախը դուրս մնաց բանակցային գործընթացից, եկեք դրան էլ անդրադառնանք, մեղավորությունները սլակները միմյանց ուղղությամբ են ուղղում, առաջին եւ երկրորդ նախագահներն այսքան տարի շարունակած ձեզ դա ում պատասխանատվությամբ դաշտում։ Դե տեսեք 94-95 թվականին երրակողմ այդ փաստաթղթերում զինադադարի Արցախի ստորագրությունը կար եւ 93-ին ուղիղ բանակցություններ էլ Ադրբեջանը իրականացնել Լեռնային Ղարաբաղի հետ, իդեպ այնտեղ 93-ի փաստաթղթերում որ գործ ուղում են, ասենքն բանակցողին, որպեսզի գնա բանակցի, նշվում է NKR, այսինքն Նագորնո-Ղարաբաղ Ռեսպուբլիկայի հետ գնումա բանակցությունների, այսինքն ad hoc ճանաչում էր, հա, ad hoc միանգամյա ճանաչում Ադրբեջանի կողմից եղել է Լեռնային Ղարաբաղի անկախության 93-ին, այսինքն այդ կարգավիճակն էր, բայց երբ որ 95 թվականին իրենք կոնտրակտ 3-ը ստորագրեցին Արևմտյան կորպորացիայի հետ, հա, դարի պայմանագիրը, նավթային այդ ռեսուրսների հետ կապված, հասկանալով, որ տնտեսական իրենց վիճակը լավանալու եւ իրանք կարող են ավելի դաշնակիցներ են ձեռք բերել տարբեր տեղեր, հա, ավելի կոշտացին իրենց դիրքորոշումը եւ ասացին, որ հրաժարվում են բանակցել Լեռնային Ղարաբաղի հետ եւ Հայաստանը դրանի պատասխան պաշտոնապես չընդունելով դա, բայց փաստացի լիպարիտյանն էր 10 մոտ հանդիպում 94-ից 96-7 թվականներին իրականացնում Ադրբեջանի հետ եւ 2 տարի Արցախը արդեն փաստացի դե ֆակտո բանակցություններից դուրս էր մնացել, բայց 97 թվականի գարնանը, եթե չեմ սխալվում, հանդիպում տեղի ունեցել է երրակողմ Լեռնային Ղարաբաղի մասնակցությամբ, էլի դա վերջին հանդիպումն է եղել, դրանից հետո հիշում եք Ադրբեջանը պահանջում էր նաև ադրբեջանական համայնքի, այսպես ասած Լեռնային Ղարաբաղի մասնակցությունը, սակայն հայկական կողմն էր մերժում եւ իհարկե ինչու ես ասացի, որ այսպես ասած ստեցության փոխադարձ հա միմյանց մեղադրանքներ են հնչում այսօր, որովհետեւ անհասկա, այսինքն ստեյության ես նույնիսկ արտգործնախարարներից մեկին էի լսում Արցախի, նա ասաց, որ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ դուրս է մղվել, բայց Ռոբերտ Քոչյանը սկսել է ներկայացնել նաև Լեռնային Ղարաբաղ, այդ դա եղել, որ նախորդ իշխանությունը Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարվել է դա դա էլ է համագործակցված եղել, որտեվ ինչ տեղ ունեցավ այդ իրավիճակում Քոչարյանին հրավիրեցին Արցախի նախագահ լինելու կարգավիճակում Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնելու, որը ստորադասում էր Արցախի կարգավիճակը հենց ինքն է, որ մի երկրի նախագահին դու հրավիրում ես կոմոդ վարչապետ, տրամաբանությունը այն էր, որ որպեսզի ավելի չսրել իրավիճակ եւ նոր պատերազմական վիճակի չվերել, թող լինի Արցախի ներկայացուցիչ, որը փաստացի Արցախն է ներկայացնում, բայց դե յուրե Հայաստանի ղեկավարության բանի մեջ այդ մանևրը փորձեցին իրականացնել, այստեղ համատեղ Լևոն Տեր-Պետրոսյան, Քոչարյան այդպիսի քայլ են, տակտիկական քայլ են իրականացրել, որի արդյունքում էլ որ Լեռնային Ղարաբաղը դուրս մնաց ուղիղ բանակցությունների սեղանից, դա էլ պետք է շեշտել, ինքը շարունակում էր մնալ բանակցային մասնակից կողմ որպես, որովհետև ԵԱԿ Մինսկի խմբի համանախագահները, ներկայացուցիչները պարբերաբար հանդիպումներ էին ունենում Լեռնային Ղարաբաղի ղեկավարության հետ եւ Հայաստանի ղեկավարությունն էլ ցանկացած բանակցային գործընթացից հետո, հանդիպումից հետո
հանդիպում էր Լեռնային Ղարաբաղի ղեկավարության հետ եւ փոխանցում էր այդ Եվ ընդհանուր պետությունը իր վերջինն է, որը ներկայացվել է 3 կողմերին։ Եկեք հիշենք, որ Ռոբերտ Քոչյանի ժամանակ ներկայացված տարբերակում, այսինքն որ գանք ում ժամանակ դուրս եկավ, ընդհանուր պետությունը ներկայացվեց 3 կողմերին, այդ թվում Լեռնային Ղարաբաղին, դրանից հետո արդեն Քիվեստը օրինակ չներկայացվեց Լեռնային Ղարաբաղին, Մադրիդյանի մասին նույնպես։ Քիվեստը չէ, բայց Մադրիդյանում, Կազանում եւ այլ փաստաթղթերում այնտեղ նշված է, որ այս թղթերը ստորագրելուց հետո հաջորդ արդեն բանակցային փուլում, երբ որ համապարփակ խաղաղության պայմանագիր պետք է կնքվի եւ դետալները քննարկվի բանակցվի, այդտեղ Լեռնային Ղարաբաղը պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ արդեն ուղիղ կերպով եւ այդ բանակցություններին ինքն էլ մասնակցություն ունենա։ Դե Սերժ Սարգսյանը անդրադարձել է Պուտինին ուղղված այդ իր նամակում, բայց ուզում եմ նաև հիշեցնել, որ ասացիք դարի պայմանագիր դաշնակիցներ ձեռք բերել, չգիտեմ դուք ընթերցել եք թե չէ Քլինթոնի եւ Ելցինի այդ հուշագրերը, այնտեղ խոսում են եւ Քլինթոնը շատ հետաքրքիր դիտարկում է, ինչ որ դե պետք է լուծվի այս խնդիրը Ղարաբաղի, ինչ որ մի բան Հայաստանը ստանա, ինչ որ մի բան Ադրբեջանը, այնտեղ Ելցինը պատասխանում որ ոչ սա պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության ուրեմն տիրույթում, այսինքն այդ ժամանակվանից կարելի ասել, որ այդ ճեղքումը կար եւ գալով այսպես ասած Քիվեստից հետո Մադրիդյան սկզբունքը Պրահյան գործընթաց էր, չէ՞, մինչև այդ Մադրիդյան սկզբունքների ձևակերպումը, այսպես ասած, մեկնարկել։ Այդ դրա համար ասում են, որ չի ընդունել Ադրբեջանը բանակցային գործընթացի հիմք այս Մադրիդյան սկզբունքները, հա։ Այսինքն իրենք դրանով բանակցել են, գնացել են, բայց ինքը այդ փաստաթուղթը չի ընդունել ոչ Հայաստանի, դեպ ոչ Ադրբեջանի։ Հիմնական թեզը եղել է սա, սրան ինչպես եք վերաբերվում։ Չէ, հայտարարությունների մակարդակում բոլոր ժամանակներում եւ Ադրբեջանի նախագահ եւ 2007 թվականից սկսած որ տեսնեք հայտարարություն, իրանք ասում են, որ ընդունում են դա որպես բանակցային, այսինքն 3 սկզբունքը՝ ինքնորոշման իրավունք, ուժի չկիրառում եւ տարածքային իրավունք, տարածքային ամբողջականության բանը, միջազգային նորմը, այդ դրա հիմա այդ 3 սկզբունքների հիման վրա, որը նոր բան չէր, Հելսինկյան եզրափակիչ ակտի, այո, հղումն էր, որ ավելի կոնկրետ որ այդ 3 սկզբունքի հիման վրա պետք է լուծվի, բայց արդեն ինտերպրետացիան այդ ինչպես պետք է լուծվի եւ որ հերթականությամբ ինչ պետք է տեղ ունենա, Ադրբեջանը իր կերպ էր փորձում ներկայացնել։ Եվ 2007-ից սկսած բանակցային գործընթացը տարվեց այնպես, որ Կազանյան փաստաթուղթը կողմերի միջև նախնական համաձայնեցված փաստաթուղթ էր եւ արդեն ստորագրման պահն էր եկել, այսինքն փաստացի միջև Կազան Ադրբեջանը փորձելով չլինել դեստրուկտիվ կողմ, ստիպված այդ գործընթացներին համաձայնվել եւ ստորագրման պահին միայն Ալիևը արդեն վերջնական этапում մերժեց ստորագրել այդ փաստաթուղթը առաջարկելով 10-ից ավել նոր ինչ-որ փոփոխություններ ունեցնել փաստաթղթի մեջ, այսինքն փաստացի ինքը մինչև դա ընդունել էր այդ Մադրիդյան սկզբունքները, որի հիման վրա էլ ձևակերպվել էր այդ Կազանյան փաստաթուղթը, որը ԵՀԿ Մինսկի խմբի դեպոզիտարիան պահվող միակ պաշտոնական այդ փաստաթուղթն է եղել այդ շրջանի։ Իսկ ինչ վերաբերում է նշեցիք նաև Սերժ Սարգսյանի նամակը Պուտին, որտեղ նշված էր որ պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ Լեռնային Ղարաբաղ եւ 7 կետ էր թվարկված։ Դա վերաբերում է Պուտինին գրել էլի, դա վերաբերում էր նրան, որ 2011 թվականից հետո 14 թվականից սկսած 14-15 թվականը ռուսական կողմից էլ դեպս հրապարակվել է կառավարության կայքում առաջարկներ էր լինում Ուզում եք կարող եք մեջբերումներ էլ անել, ես տեսնում դուք փաստաթղթերով եք եկել այստեղ։ Ռուսական կողմի պլանները ինչով էին տարբերվում, այսպես ասած Լավրովյան պլանից էին խոսում այդ կամ լավ թող Լավրովյան չասենք, ասենք ուղղակի ռուսական առաջարկներ։ Ինչն է 14-ից սկսած բազմաթիվ նամակներ ա եղել, հա, 14-15 թվականներին 5-6 նամակ ա եղել եւ այդ նամակները իրենք որոշակի փոփոխություններ են էլի գրել, այսինքն այնտեղ բանակցությունը ընթացել եւ եթե առաջին հենց նամակը 14 թվականի դիտենք, այնտեղ խոսում էր արդեն փուլային տարբերակով մենակ առաջի փուլի մասին 5 շրջանի վերադարձի խաղաղապահների դիմաց։ Ես տեսնում որ շուտ չգիտեմ Սերժ Սարգսյանն է արելով է արել է ձևակերպել Դվուխա Ստալինի հիշում եք այդ դրա։ Հա, դա այդ 15 թվականի առաջարկների մեջ էր, ես 14-ի մասն եմ ասում։ 14-ում փուլայինով ինչ էր առաջարկվում, ասում էր Ռուսաստանի կողմից։ Այո, 5 շրջանը վերադարձնեն խաղաղապահները գան կոմունիկացիաները բացվի, միջանկյալ կարգավիճակ Արցախը ստանա, իսկ մնացած հարցերը հետագայում բանակցենք, այսինքն կարգավիճակի հետ կապված որևէ հստակեցում 14 թվականի չկար եւ նշումները որ պետք է Մադրիդյանում եւ Կազանում կար որ հաջորդ փուլում Լեռնային Ղարաբաղը պետք է նստի բանակցային սեղանի շուրջ, այդտեղ բաց է թողնված դա եւ ինքնորոշման իրավունքի Սարգսյանը դա գրել էր Պուտինին, որ ինչ է։ Այնուհետեւ բայց 15 թվականի մայիսից արդեն այդ փաստաթուղթը 2 փաստաթուղթ դարձավ, մեկը դեկլարացիան, որը պետք է ստորագրեին Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները, մյուսը հայտարարության տեքստը համանախագահ երկրների նախարարների մակարդակով, բայց էլ այդ ձևակերպումների մեջ որոշակի հստակություն չկար, սկզբից ինքնորոշման իրավունքի իրացման հատվածը չկար, նշված էր մենակ որ պետք է ինքնորոշումով լուծվի ինչ-որ մի տարբերակում առանց հստակ ռուսական առաջարկի մեջ ինքնորոշման մասին չկար հստակ ձև։ Սկզբից չկար հստակ ձև։ Գրված էր որ կարգավիճակը պետք է ինքնորոշման իրացման իրավունքի իրացմամբ լուծվի, բայց հստակեցում թե որ տարածքում ինչ բնակչությամբ չկար։
Ինչը թողում է լրացուցիչ մեկնաբանությունների, այսինքն Ադրբեջանը փորձում էր այդ ժամանակ ասել, որ ամբողջ Ադրբեջան տարածքում պետքա տեղի ունենա եւ այլն, այդպիսի բաներ էր, մեկնաբանություններ էր անում, ասում էր պետքա սահմանափակված լինի, դա էլ նշված չէր որևէ բանով, որ սահմանափակում չպետք է ունենա հարցին կարգավիճակի հարցը, որ դրվելու է հանրակրվեի բայց հետագա 15 թվականի այդ նույն առաջարկների մեջ որ նամակները նայում են եւ այդ դվուխ Աստալնիխն էլ ասեք այդ ինչ էր որ այդ Սարգսյանը այսպես ասած ուղում էր Աստալնիխ ռայոնով տենց վերացական ռուսական առաջարկներում գրված էր բայց ինչ որ գրված էր որ երկու մյուս ռայոններ այսինքն Քարվաճարը եւ Բերձորի շրջանը հետագայում պետք է բանակցեն եւ հասկանան ոնց են վերադարձնելու ինչ են անելու այսինքն տեղել անորոշություններ թողնված բայց հետագա 15 թվականին արդեն վերջի աշնանային առաջարկների մեջ ինքնորոշման իրավունքի հարցը մի քիչ ավելի ինչ իմաստով, այսինքն հասկանալի չէր, որ այդ երկու շրջանների մասին է խոսքը, կարող էր լղիմի շրջանների մասին նկատի ունենալ։ Չէ, երբ պետք է վերադարձվի, այսինքն հետագա փաստաթղթերի մեջ նշված է, որ միջանկյալ կարգավիճակի ընդունումից հետո, երբ որ արդեն կհամաձայնեցվի հանրակրվեի ժամկետները, դրված հարցը հանրակրվեն տեղի կունենա, կարգավիճակը կընդունվի, այդ դրանից հետո նորոշականում դա բաց էր մնում։ Այո, հստակություն չկար, որ կարգավիճակը վերջնական կարգավիճակը երբ որ կընդունվի Լեռնային Ғարաբաղի հանրակրվեի միջոցով իրականացված միջազգային ճանաչում կստանա բոլորի կողմից, այդ թվում Ադրբեջանի կողմից նոր նա կարողանա ստանալ այդ երկու շրջանները։ Մինչ այդ հստակեցումը չկար, ասում հետագայում պետք է բանակցենք այդ երկու շրջանները ոնց պետք է վերադարձվեն եւ այդտեղ էլի Ադրբեջանը կարող է պահանջներ առաջ քաշել, որ ես պահանջում եմ այդ երկու շրջան անապահ վերադարձրեք եւ այլն այդ հանրակրվեի չկապել եւ այդ կապը չկար հանրակրվեի դրվող հարցնել չէր նշվում թե ինչպես պետք է լինի հետո բայց էլի ավելի որոշակի հստակություններ ավելացան այդ նամակների մեջ եթե 15 թվի նամակները նայեք որ այսինքն բանակցելուց կախված է էլի ինչ որ բան է ավելացան այսինքն սկզբից մի փաստաթուղթ մենակ 5 շրջանը հետո այնուհետև ավելացավ որ պետքա երկու փաստաթուղթ լինի որ հանրակրվեի պահնել ավելացավ որ պետքա լինի բայց հստակություն չկար ինչ հանրակրվեի հետո գրվեց որ հանրակրվեի միջազգային պարտադիր ուժ պետքա ունենա ձևակերպում ավելացվեց հետո նշվեց որ որևէ սահմանափակում կարգավիճակը չպետք է ունենա բայց էլի չնշվեց որ ռուսական առաջարկներում կամ հասկանալ այսինքն փոփոխվում էր բայց այսինքն վերջին բայց բավարար դրական չկար եւ այդ Պուտինի ուղված նամակը այդ հետո 16 հունվարի առաջարկ եղավ եւ այլն այդ հստակ ձևակերպների մասը Սերժ Սարգսյանը հստակ նշել է որ ինչերը հղումներ չկար ասենք 2007-ի 11 թվականի մենակ վերջին 15 թվականի վերջին Լավրովի այդ առաջարկի մեջ կար 2007-11 թվականի փաստաթղթերին որտեղ ավելի հստակ էր ձևակերպումները հիմնական կնճռոտ հարցը եղել է հանրակրվեն ոչ մի բան կարգավիճակը որը պետք է որոշվեր հա ինչպես պետք է որոշվի ինչ սահմաններում ովքեր պետք է մասնակցեն դրան ինչ պիտի ունենա իրավական ուժ եւ ոչ հա վերջին ամենավերջին ռուսական մոդիֆիկացիայում որ հարցներ բաց դուք խոսեցիք ես ձեզ ընդհատեցի ներողություն անդրամ վերջին մոդիֆիկացիայում են որ բնակչությունը պետք է ինչ համամասնության պետք է մասնակցի որ բնակչությունը այդ 88-ին դրա համար Սերժ Սարգսյանը իր նամակում գրել է, չէ, որ 88 թվականի, որը 75 առաջարկը բանակցությունից հետո նշված է, որ հստակ պետք է լինի 88 թվականի համամասնությամբ, որը իդեպ Մադրիդյանում եւ Կազանյանում դա նշված կար, իդեպ Մադրիդյանում նաեւ Արևմտյան Սախարայի օրինակն է բերված, որը այսօր ճանաչված պետություն է, 60-ից ավելի երկիր ճանաչել է, այսինքն այնտեղ էլի տարածքային ամբողջականության եւ ինքնորոշման իրավունքի վեճեր եւ միջազգային դատարանը որոշում ընդունեց 75 թվականին, որ դա չի հակասում տարածքային ամբողջականության եւ կարող է ինքնորոշվի ընդհանուր մինչեւ անկախացումը։ Բայց դա պլեբիսցիտ էր, չէ, այնուամենայնիվ խորհրդատվական բնույթ բանող, իսկ մեր այսպես ասած դիվանագիտության հատվում է նկատի ունեմ Ռոբերտ Քոչյանի եւ Օսկանյանի տարբերակում հետագայում Սերժ Սարգսյանի մոդիֆիկացիաներով այդ պլեբիսցիտի հարցն էլ լուծվեց, այսինքն որ պարտադիր իրավական ուժ ունեցող ազատ կամ արտահայտման իրավունքի ճանապարհով։ Համաժողովրդական քվեարկության միջոցով կարգավիճակը պետք է որոշվի եւ Կոսովոյի օրինակն էլ հիշենք, հա, եւ որ միջազգային դատարանի որոշումը, որ միակողմանի անջատումը առանց համաձայնության, ասենք, կենտրոնի չի հակասում միջազգային նորմերին եւ այլ երկրներ ճանաչեցին դրանց հետո Կոսովոյի անկախությունը, այսինքն այստեղ հակադրության մեջ դնել տարածքային ամբողջականություն եւ ինքնորոշման, ասենք, Ադրբեջանը չի համաձայնվի դրա համար երբեք չի լինի, դա սխալ է, որտեղ դա միջազգային նորմի տեսանկյունից հակասություն չկա այստեղ։ Առավել եւս որ Լեռնային Ղարաբաղը երբեք անկախ Ադրբեջանի կազմում դե յուրե չի եղել եւ մինչեւ այս վերջի շրջանը 20 թիվը կհա այս պատերազմը դե ֆակտո էլ չի եղել այսինքն այնտեղ պատերազմը 91 թվականից անկախացել է անօրինական պահանջելով իր տարածքի մեջ մտցնել Լեռնային Ղարաբաղը միջազգային իրավունքի տեսանկյունից չունենալով այդ իրավունքը Լեռնային Ղարաբաղը առանձին ինքնորոշվել է փորձել է պաշտպանվել եւ այնուհետեւ օկուպացվել է 20 թվականի ագրեսիայի արդյունքում, հա այստեղ այսինքն մետրոպոլիան Մոսկվան էր սովետական միության շրջանում, այլ ոչ թե անկախ Ադրբեջանը եւ այստեղ առավել եւս եթե Կոսովոյի եւ այն մյուս պարագաներում
մետրոպոլյան հստակ ֆիքսված էր, այդտեղ դա էլ էր վիճելի հարց։ Ուղղակի նույն շրջանում կար նաև Միսկի խմբյան առաջարկներ, որը հրապարակվեց այսպես կառավարության կայքեջով, ինչն էր հիմնական տարբերությունները, ինչն էր փելանգներ կան, որտեղ նույն այդ հանրաքվեի հետ կապված մնացած հարցերի, որը չկար ռուսական առաջարկներ։ Դե Միսկի խմբի առաջարկները 16 թվականի հունվարից արդեն 3 առաջարկ է, 16-ին, 16-ի հունվարին, հունիսին եւ օգոստոսի առաջարկներն է։ Իրանք մի քիչ, եթե տեսնենք Լավրովի առաջարկած տարբերակները, ավելի հստակեցնող, ավելի մեծացող ծավալով, ավելի կոնկրետություն մտցնող առաջարկներ էին, բայց դեռևս որ կետերն էին դրանք։ Հիմա հստակ կարող եք դուք վերջերումներ անել, խնդրեմ, եթե դուք այսպես ասած տարբերությունները ֆիքսել եք։ Դե արդեն հստակ նշվում էր օրինակի համար մի րոպե 16 թվին է, այստեղ մոտս ցավոք սրտի չեմ բերել այդ առաջարկները 19 թվականի առաջարկը կա, բայց դրանք նման են իրար, եթե 19 թվականի օգոստոսին նման է, ասեմ այսպես, որ ուրեմն հունվարի եւ հունիսի առաջարկները եւս երկու փաստաթուղթ էր, այսինքն դեկլարացիաներ, որը ստորագրում էին նախագահները Հայաստանի եւ Ադրբեջանի եւ համանախագահող երկրների նախարարների մակարդակով հայտարարության տեքստներ, որ պետք է ընդունվեր, այնտեղ նշվում էր, որ ուրեմն ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը պետք է բանաձև ընդունի, խաղապանները տեղակայման մյուս հարցերի շուրջ եւ այդտեղ բաց էր մնում, թե ինչպեսի պետք է լինի այդ ռեզոլյուցիայի տեքստը, որ պետք է ընդունի, նաեւ հղում չկար 88 թվականի, ասենք հունվարի տարբերակի մեջ։ Հանրաքվեն ինչ համամասնություն պետք է արվի, որը լրացուցիչ մեկնաբանությունների եւ օգոստոսի 5-ի Սերժ Սարգսյանի նամակից հետո, երբ որ այդ 7 պահանջները ձևակերպվեց, արդեն օգոստոսյան առաջարկի մեջ այնտեղ հստակ հղումներ կար 2007-ից 11 թվականի փաստաթղթերին, այսինքն Մադրիդյանի եւ Կազանյան փաստաթղթերին, որտեղ հստակ նշված էր այդ համամասնությունը, նաև ընդունվել էր արդեն 3 փաստաթուղթեր, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևն էլ կար, բոլոր իրար փոխկապակցված են, այսինքն մեկը մյուսի հղում անկատարում, մյուսի իրականացման համար սա է պետք, մյուսին նա է պետք, այսինքն փաստացի ստացվում էր, որ այդ ամբողջականությամբ, եթե դա իրականացվեր, ստացվում էր միջազգային հանրության կողմից միջանկյալ կարգավիճակի ընդունում, այսինքն ամբողջությամբ ինքնատեղը իշխանության գործադիր, օրենսդիր, դատական իշխանություն կարող է ձևավորել Արցախը արդեն, որը միջազգային հանրության կողմից ՄԱԿ-ի անվտանգության բանաձևով ճանաչվում է։ Դա Միսկի խմբի առաջարկում նշվում է 16 թվականի օրենսդիր գործադիր դատական իշխանություն, այսինքն որոշակի տեղական գոնե ինքնակառավարում լինելու է։ Այո, եւ բացի դրանից նշվում էր, որ պետք կարող է ազատ ունենալ պաշտպանության բանակ, ոստիկանական ուժեր, իրավունքություն ապահովելու համար կարող է մասնակցել ԵԱԿ-ի այն նիստերին, որտեղ որ վերաբերում են հարցը իրեն եւ այն կազմակերպությունների նիստերին, որտեղ պարտադրում ճանաչումը, վերջնական ճանաչում, հա, նաեւ կարող է տնտեսական, հումանիտար, մշակութային այլ կապեր ունենալ ցանկացած այլ երկրների հետ, այսինքն փաստացի դե ֆակտո անկախի ճանաչում էր դա, անկախության ճանաչում էր դա նշանակում եւ դա ֆիքսվում էր եւ երրակողմ հայտարարության մեջ համանախագահների եւ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևի մեջ այդ ամբողջը իրար փոխկապակցած եթե ուսումնասիրեք, երևա որ այդ հստակ նշվում է դե ֆակտո ճանաչում էր ստանում Արցախը Քարվաճարի եւ Բերձորի շրջանների տիրապետումը պահպանելով այդ փուլում եւ այդ հստակեցում արդեն բավարար էր, որպեսզի շարունակել այդ բանակցությունը դրա վրա հղում անելով փորձել առաջ տանել դա։ Բացի դա պետք է նշենք, որ 2016 թվականին ընդունվեց Վիեննայի եւ Պետերբուրգի, Վիեննայի եւ Պետերբուրգի պայմանավորվածությունները, համաձայնությունները, այսինքն ինչ եղավ ապրիլյան քարորիա պատերազմը 2016 թվականի հիշում ենք բոլորս, այդ ժամանակահատվածում միջազգային նորմի համաձայն այստեղ պետք է ասեմ, որ ագրեսիայի ակտ համարվում է մի պետության կողմից հարձակում մյուս պետության վրա եւ որևէ արդարացում չի կարող լինել այդ ագրեսիային, միջազգային դատապարտում է, իսկ ագրեսիա առաջի հարվածող պետությունն է համարվում ագրեսոր, այսինքն ով առաջինն է հարձակվել եւ քանի որ այնտեղ միջազգային դիտորդներ չկան, խաղապահ ուժեր չկան, միջազգային հանրությունը չի ուզում իր վրա վերցնել պատասխանատվություն մատնանշելու այդ ժամանակահատվածում թե հարձակվող կողմը ով է եղել։ Իսկ Ադրբեջանը ասում էր, հա ես չեմ հարձակվել, առաջին Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի զինված ուժերն են հարձակվել, ես հակահարված եմ տվել, ագրեսորը ես չեմ եւ Հայաստանը նա էր ասում, Ադրբեջանն նա էր ասում եւ անորոշ էր մնում այդ հարցը։ Եվ հիշում եք այդ ժամանակ Սերժ Սարգսյանը
հանձնարարեց արտաքին գործերի նախարարությանը պատրաստել մի փաստաթուղթ ռազմական փոխօգնության փաստաթուղթ Հայաստանի եւ որը այդպես էլ չէ Հայաստանի եւ Արցախի միջև եւ ասած եթե մենք պետք է հստակեցնենք հիմա բանակցում ենք թե կռվում ենք եթե կռվում ենք ինչի՞ մի ձեռքով կռվում ենք մի ձեռքով բանակցում ենք մենք անվտանգության երաշխիքները մենք կստեղծենք եթե միջազգային հանրությունը չի տալիս եւ դրանի պատասխան եղավ պարտադրանքը միջազգային հանրության կողմից որ միջազգային հետաքննության մեխանիզմներ ներդրվեն ամբողջ սահմանի երկայնքով դիտորդների ավելացում պետք է լիներ եւ սարքերը չէ լուսազային սարքեր տեղադրվել որոնք որ կֆիքսեին արդեն ով է հետագայում փախտել եւ այդ համահունչեր Սերժ Սարգսյան նամակի կարծեմ 7-րդ կետներ, որ ասում են միջազգային պատասխանատվության, չէ, 6-րդ կետներ կարծեմ, միջազգային պատասխանատվության ենթարկել այն կողմին, որը որ առաջինը կխախտի այդ զինադադարի հարցը, դա պահանջում էր օգոստոսյան տարբերակի մեջ դա ներառված չէր, բայց Վիեննա-Պիտերով դա փաստացի ապահովում էր Վիեննա-Պիտերի համաձայնությամբ եւ Ալիևը ինքը եւ այդ համաձայնությունը Վիեննայում տվեց, այնուհետեւ Պետերբուրգում հաստատեց, որ պարտավորությունը վերցրեց, որ պետք է այդ մետաքննության մեխանիզմները ներդրվեն, սակայն ելի փորձում էր տորպեդավորել, չկատարել, այսինքն ուղիղ չէր մերժում, բայց պայման ասում էր 5 ռայոնը թող վերադարձնեն սկզբից, հետո նոր դա կներդնենք կամ ինչ-որ պայման։ Այ դա այն ասում, այսօրվա իշխանության հիմնական թեզը դա է, ասում են, որ դե 2 տարի ժամանակ ունենք նախ կատարեիք այդ պայմանավորվածությունները Վիեննայի Սանկտ Պետերբուրգի եւ երկրորդիվ էլ ասում են, որ բան է, դա այսպես ասած ոչ մի չտվող համաձայնություններ էին իրենցից ըստեյության, ինչն էր ձեզ խանգարում իրականացնել, հիմնականը դա է, էլ։ Դե հիմա տեսեք, երբ որ Ադրբեջանը չէր ընդունել, այ ոնց որ այդ տարբերակների համար են ասում, Ադրբեջանը չէր ընդունել, ինչքան որ հիմնական այդ տրամաբանական մանիպուլյացիոն այդ կետերից է, այս իշխանությունների, ուրեմն ոչ ոք չի ասում, որ այդ բանակցային կոնֆլիկտը, այսինքն այդ տրամաբանության մեջ չի ընթացել այս ամբողջ ընթացքում, որ պետք է մի այնպիսի տարբերակ ընտրենք, մի այնձևի արգումենտներ բերենք, որ Ադրբեջանը ասի, վայ, ես ինչ եք ասում, այս դուք ճիշտ եք, տղեկ ջան, այս սա ձերն է, ես ճանաչում եմ, վերցրեք, այսպես ինքը ինչ արգումենտ էլ բերեց, բոլորը գիտակցում են, որ Ադրբեջանը մաքսիմալիստական դիրքերից է հանդես գալիս, առնվազն Ալիևի իշխանության օրոք, հա, դա անհույս է, որ ինքը որևէ բան անի, հələ առավել եւս ինքը խոսում է Զանգեզուրի, հա, Սյունիքի մասին, խոսում է Երևանի մասին, Սևանի մասին, ասում է այդ ամբողջը մերն է, եւ այդտեղ որևէ բանականության դրսեւորում, որ փորձես իրան բանական ինչ-որ արգումենտներով բերել ասել, այ սա մենք զիջում ենք, դու սա զիջի եւ ընդհանուր հայտարարի գանք, ինչքան էլ դու քո շեմը պլանկան ինչացնես կարմիր գծերը հետ քաշես, հնարավոր չի դրան հասնել։ Եվ ուստի բանակցությունները այդ ամբողջ ընթացքում իրականանում էին նրա համար, որ հնարավորինս միջազգային աջակցություն ստացվի, այսինքն միջազգային հանրությանը ցույց տանք, որ դեստրուկտիվ կողմը Ադրբեջանն է, կարողանանք մեր կողմը ներգրավել այդ միջազգային հանրության իդեմս Մինսկի խմբի համանախագահների Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ Ամերիկայի նույն ՍԵՊԱ-ի պայմանագրում նշվեց, եթե հիշում եք այդ երեք սկզբունքները եւ Մինսկի խմբի առաջարկների հետ հղումը այնտեղ կա, որ Մինսկի խմբի շրջանակում հայտնի առաջարկված սկզբունքների հիման վրա 3, հա, որի մեջ նշված է ինքնորոշման իրավունքը պետք է հարցը լուծվի, որը վավերացվեց բոլոր Եվրոմիության երկրների կողմից եւ այսինքն այնտեղ ունես դրական ուժ ունի, դե յուրե կարգավիճակ ունի այդ, այսինքն դե յուրե Եվրոպայի բոլոր այդ երկրները ճանաչել են, որ ինքնորոշման իրավունքի հիման վրա պետք է լուծվի կարգավիճակի հարցը Լեռնային Ղարաբաղի եւ գնում էր աշխատանքը նրա շուրջ, որ միջազգային ճանաչման եւ միջազգային աջակցության շուրջ գնար, այնտեղ մի շրջան արդեն սկսեցին Լեռնային Ղարաբաղի ճանաչման հետ կապված process-ները, թե հիշում եք 10 շտատ Ամերիկայի ճանաչեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Հա, բայց այն կանոն պետություններ չեն։ Այո, բայց որոշակի, այսինքն դիվանագիտական լոբիստական աշխատանքներ ամբողջ աշխարհում Ուրուգվայում են խոսում Արգենտինայում Ուրուգվայի պատվիրակությունը պարլամենտական, եթե կհիշեք 2008 թե 9 թվականին այցելեց Լեռնային Ղարաբաղ, այսինքն որոշակի քայլեր էր արում միջազգային ճանաչման տեսանկյունից։ Ես ուզում հասկանալ ինչն էր խանգարում 2008-ի քվեարկությունն ենք հիշում ՄԱԿ-ի, հիշում եք, որ Ադրբեջանը բերել էր խայտառակ մի նախագիծ, որը որ այսպես ասած ըստ էության դեռնպահ են իհարկե հիմնական քվեարկությունները եւ 8 երկիր էր, որը կարծեմ դեմ քվեարկեց։ Իսկ կողմ երկիր մուսուլմանական բոլոր երկրներն են կողմ քվեարկել եւ ինքը ունի դաշնակիցներ, այսինքն այսպես ասած, բայց մեր 33 թե 36 երկիր էր, կարծեմ, 8-ից 10 պետություն էլ կարծեմ կողմ էր քվեարկել։ Դեմ էր թվում նաեւ համանախագահ երկրները, Ամերիկան, Ֆրանսիան եւ Ռուսաստանը, եւ դա որոշակի դիվանագիտական ձախողում էր, հա, բայց դա պարտադրող ուժ չուներ, նա ասամբլեայի որոշում էր ՄԱԿ-ի, այլ ոչ թե անվտանգության խորհրդի որոշում էր եւ դա դուտ քարոզչական տեսակետից Ադրբեջանը օգտագործելու համար էր իրականացված, որ հետագայում իր ագրեսիան փորձի արդարացնել, դրան պետք է հակադրել միջազգային, ասենք, հանրության աջակցությունը Մինսկի խմբին, գործընթացին, որով այդ փաստաթղթերը կար հետաքննության մեխանիզմների ներդրմանը եւ հիշում եք Ալիևը խոստովանեց 2016 թվականի հոկտեմբերին, որ փակ դռների հետևում իրեն ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը։ Բայց դա ներքին լսարանի համար է։
Հայաստանի այսպես ասած վերլուծական հանրույթը դա մեկնաբանում է, որ դա ուզում է ցույց տալ, որ հիմա ինքը ուժեղ տղա էր եւ տեսեք դիմակայում է ճնշումներին։ Հիմա երբ որ բացվեցին այս փաստաթղթերը, տեսնում ենք ինչ առաջարկներ էր եւ փաստացի դե ֆակտո կարգավիճակներ Արցախի միջանկյալ է ճանաչվում, հա, այս փաստաթղթերը օգոստոսի արված առաջարկներով եւ Լաչինքը Ինչ այդ չէին անում մինչեւ օգոստոսի 2016 11 թվականին կար, դա 11 թվականի կազանում կար, այնուհետև առաջարկում հետընթաց էր որոշակի 14-ից 15 թվական, 16 թվական ավելի վատ տարբեր։ Միսկի խմբի առաջարկներում էլ էր հետընթաց։ Թե Միսկի խմբի հունվար եւ հունիս առաջարկներում եւս հետընթաց էր եւ օգոստոսին դա վերականգնվեց։ Սերժ Սարգսյանի նամակից հետո օգոստոսի 5-ի եւ այլ աշխատանքներից հետո բանակցային նաեւ արևմտյան մեր գործընկերների հետ կարողացանք վերականգնել դա եւ փաստացի ավելի հստակեցված էր կետերով եւ 3 փաստաթղթով ներկայացված էր այդ ամեն ինչը, այն ինչ որ պետք էր կազմում ստանենք դա կար։ Եվ Կրակովյան փաստաթղթում էլ ասում են այն Ալիևներն էլ ասում որ իր վրա հիմնական ճնշումները արևմուտքից են, չէ՞, նույն այդ իր հոկտեմբերի 7-ի ելույթը։ Այո, ասում են արևմուտքից է, բայց վստահ եմ ընդհանուր Մինսկի խմբի շրջանակն որտեղ այն ժամանակ իրանք համագործակցված էին գործում եւ ասում են դե դու փորձեցիր ռազմական ճանապարհով ապրիլին հասնել քո ուզածին, իսկ ինքը ինչ էր ուզում էր մի այնպիսի գետնի վրա իրավիճակ ստեղծել, որ պարտադրեր Հայաստան դիվանագիտական դաշտում ընդունել այն իր տարծ առաջարկները, 10-ից ավել առաջարկները, որը Կազանում ինքը արել էր։ Այսինքն ասել եկեք այս տարբերակով լուծում անենք, ոնց որ ես եմ պահանջում, թե չէ ռազմականով ես եւ պարտադրում էր ինքը առաջարկում էր ցանկանում էր Ալիևը որ նոր զինադադար կնքվի որտեղ կստորագրեն Հայաստանը եւ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղը դուրս կգա, այսինքն հինը բայց մենք դիվանագիտությունը կարողացանք այնպես անել, որ եւ ԵԱԿ Մինսկի խմբի հայտարարության տեքստերում եւ միջազգային այլ ատյաններում կառույցներում նույն ՕԴԿԲ-ն եկավ Հայաստանում եւ այդ հայտարարությունը որ վերահաստատում է 94-95 թվականի զինադադարը եւ եղած սկզբունքների հիման վրա պետք է լուծվի, այսինքն այն նպատակը ինչի համար ինքը այդ ագրեսիան իրականացրել էր 16 թվականին ամբողջությամբ ձախողեց եւ հակառակ էֆեկտը ստացավ։ Ըստ այդմ իր խոսքերը որ իրեն ստիպում են փակտների հետևում ճանաչել անկախությունը այնքան էլ քարոզչական բան չէր, միգուցե դա այդ էլեմենտն էլ ուներ, բայց փաստացի երևում է որ այդ փաստաթղթի առաջարկը որ արվում էր եւ ասում են արի ընդունի դու պատրվել ես, տեսել ես չես կարողացել ապրիլին ռազմական ճանապարհով հասնել քո ուզածին, հիմա ինչքան պետքա փորձես էլի, վերջ արի համաձայնվի լուծենք։ Այսինքն որոշակի փուլում իր վրա ճնշում իրոք եղել է այս ամեն ինչից եթե գալով հանրակրվեին, բայց էլի չի հստակեցվել, այսինքն վերջնական թե ինչ համամասնություն է լինելու, չէ՞ թեկուզ հղում կա հստակ որ պետք է այդ ամբողջության մեջ դիտարկել 2007-ից 11 թվականների առաջարկներում Այսինքն սա հայկական կողմի համար դաշտ ստեղծում էր, այսինքն 14-15 թվականի առաջարկների վրա չէր հղումները, որտեղ այդ անորոշությունները ներգրված, այլ գրված էր 7-ից 11 թվականների ու նշված էր որ ուրեմն ԵԱԿ-ի ուրեմն գրասենյակին տրված պահուստ այդ համաձայնեցված փաստաթղթը դա Կազանյան փաստաթուղթն էր, այսինքն հստակ հղումը կար, որտեղ էլ այդ համամասնությունը հստակ նշված էր։ Այսինքն եթե օրինակ տեսականորեն, հա, ասում են Ադրբեջանը երբեք չի համաձայնվի։ Ենթադրենք առաջի տարբերակ համաձայնվում է, հասկանում ենք ունենում ենք լավ տարբերակ, միջազգային աջակցություն ունենք, ստացվում է որ այդ ստորագրելուց հետո երբ որ խաղաղապահները գալիս են, դեպ խաղաղապահները տեղակայվում են ոչ թե Արցախում, այլ 5 շրջաններով, որոնք որ վերադարձվել են այդ երկայնքով, Ադրբեջանը այնտեղ զինված ուժեր չէր տեղակայելու, այնտեղ քաղաքական բնակչություն։ Բայց իդեպ Սերժ Սարգսյանի առաջ բանում էլ կար, որ հենց պետք է դեմիլիտարիզացված լինի։ Այո, այսինքն դրա խնդիրը կար, այսպես ասած, առաջարկներում, որ չէր հստակեցվում, այս շրջանները պիտի լինեն 16 թվականի օգոստոսին գրված որ քաղաքական իշխանություններն են Ադրբեջանի վերադառնում եւ բնակչությունը ռազմական ուժերի գրված չի, գրված է որ խաղապահները տեղակայվում են գծի սահմանի գծի երկայնքով շրջաններում, իսկ մինչ այդ միջ այդ այդտեղ հստակությունները դրանց էլի այդքան չկար։ Հիմա չեմ հիշում կոնկրետ որում ինչ չափի հստակեցում կար, բայց ընդհանուր լավ հստակեցված վերջնական տարբերակը 16 թվականի տարբերակն էր, որը հստակեցում կար եւ ունենում ենք մի վիճակ, եթե կատարվում էր, որ այստեղ, այսինքն վտանգը ագրեսիա հնարավորինս մինիմալիզացված է, այնտեղ նշվում էր նաեւ որ անվտանգային երաշխիքներից մեկը նա էր, որ Հայաստանը պաշտոնապես արդեն անվտանգային երաշխավոր կարող էր լինել միջազգային երաշխավորություններ, ուրեմն խաղաղապահ ուժերի մանդատներ, ինքնասեփական բանակի ուժենա ունենալու հնարավորություններ եւ այլն, այդ ամբողջը տեղ նշում էր համակարգեր նշված, թե անվտանգային երաշխիքներ է լինում, ստանում, այսինքն Հայաստանը պաշտոնապես կարող էր այդ տարածքում ռազմական գործողություններ իրականացնել եւ Ադրբեջանը որևէ կերպ չէր կարողացել մեկնաբանել դա որպես ագրեսիայի ակտ, հա, որ դա ինքնապաշտպանության գործողություններ էին համարվելու, դա նշված էր փաստաթղթում։ Եվ մենք ունենալու ենք մի կարգավիճակ, որ դե ֆակտո ճանաչված Արցախ
ուրեմն Բերձոր Քարվաճարի տարածքով, այնուհետև խաղապահ ուժերով հետագա փուլերում բանակցությունները ընթանում թե ինչ ժամկետներում միջազգային իդեպ ոչ ռուսական։ Այո, հետագա փուլում այդ այսինքն այդ միջանկյալ կարգավիճակը ֆիքսվում է, փաստացի անկախ կարգավիճակը ֆիքսվում է եւ անվտանգային երաշխիքներով հանդերձ գնում ենք բանակցությունների արդեն Ադրբեջանի հետ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի մասնակցությամբ թե ինչ տարածքներում, ինչ սահմաններում, ինչ ժամկետներում, ինչ հարց պետքա դրվի հանրակրվեի այդ համաձայնություններն է գնում բանակցությունների փուլում ու նշված է որ Հայաստանը էլի այդտեղ ուժեղ դիրքերում է որտեղ նշված է եւ 2007-ի 11 հղումը որ պետք է համամասնությունը պահպանվի եւ այն որ հարցը որևէ բանով սահմանափակված չպետք է լինի այսինքն այստեղ էլի դեստրուկտիվ կողմը Ադրբեջանն է լինում բայց եթե ենթադրենք ինքը չհամաձայնվեր այդ որևէ տարբերակներին հանրակրվեի կամ եւ այլն ժամկետներին անդադձգձգեր մենք հավերժ ունենում ենք ֆիքսած դե ֆակտո անկախ կարգավիճակ եւ հետագա որոշակի ժամանակ հետո կարող ենք արդեն սկսել միջազգային ճանաչման process, այսինքն մեր զուգահեռ աշխատանքները մեր այլ երկրների հետ, բերեն նրան, որ սկսեն այլ պետություններ ճանաչել անկախությունը, այդ թվում նաև Հայաստանը ինչ որ փուլում դեստրուկտիվ կողմ համարելով Ադրբեջանին եւ հողում անելով այդ բանակցային տապալման process-ների վրա, վստահ լինելով, որ անվտանգային երաշխիքները դա ապահովում են։ Եթե օրինակ ինչ որ փուլում Ադրբեջան տորպեդավոր էր եւ չհամաձայնվեր վերջնական կարգավիճակի հանրակրվեի հետ կապված հարցերում զիջումների գնալ, ապա երկու շրջանը մեզ ու եւ հիշում եք պատերազմից հետո երբ որ Բերձոր Քելբաջար էր այցելել Ալիևը, ինքը հայտարարեց, որ առաջարկված տարբերակներով թվականի փետրվարին առաջարկված տարբերակներով հավերժ մնալու են այս երկու շրջանը Հայաստանին ինչ նկատներ, որ ինքը չէր համաձայնվելու վերջնական կարգավիճակի հանրակրվեին եւ այդ տարածքները մնալու են դե ֆակտո անկախ էր լինելու Լեռնային Ղարաբաղը եւ դե ֆակտո կարգավիճակը, քանի որ այնտեղ գրված էր, որ իրավունք է ստանում Լեռնային Ղարաբաղը միջպետական հարաբերություններ սկսել այլ երկրների հետ եւ տնտեսական եւ այլ, այդ հարաբերությունները բերելու են նրան, որ վերջի վերջո գալու էր եւ միջազգային ճանաչում ստանալ Արցախը, այսինքն այդ ուղղության վրա։ Եվ իդեպ Սերժ Սարգսյանի 7-րդ կետներ չէ, դա էլ եթե չեմ սխալվում, սկսեք այսպես ասած միջազգային ճանաչում։ Այո, եթե տորպեդավորում է, այո, այդ այսինքն այդ պլանով էր Հայաստանը առաջնորդվում, որ եթե չի համաձայնվում Իլխամ Ալիևը, ապա այս տարբերակն է լինում։ Եթե ընդհանրապես եւ հրաժարվում է այդ օգոստոսյան տարբերակը ստորագրել եւ հետաքննության մեխանիզմները ներդնել, ապա ստացվում է, որ դեստրուկտիվ կողմ է Ադրբեջանը եւ այդտեղ պետք է կոնսոլիդացնել միջազգային հանրությանը, որպեսզի հնարավոր ճնշում գործադրվի Ադրբեջանի վրա։ Իսկ դեստրուկտիվ է եղել, ես օրինակ չեմ հասկանում այդ տեսակետը, դեստրուկտիվ է եղել, ինչ ճնշումներ են եղել։ Մինչեւ 98 թվականը այդ ճնշումները մեր վրա էին, իրականում բայց Հայաստանն է դեստրուկտիվ է եղել մինչեւ։ Դե Լիսաբոնը մերժել է Հայաստանը, վետոն դրել է Հայաստանը, փուլային տարբերակը փաթեթային 97 թվի հայկական կողմերն են մերժել։ Հայաստանը չի մերժել, Արցախն է, դե հայկական կողմերը ասում եմ, հայկական կողմերը, այսինքն ընդհանուր պետությունի դեպ ընդունել են կարծում։ Այո, եւ այդ փաստը, որ դեստրուկտիվ պետություն է, թեկուզ եւ սանկցիաների տեսքով ճնշումներ չի եղել Ադրբեջանի վրա, բայց դիվանագիտական առումով ինքը բարդ ավելի վիճակում էր հայտնվում պատերազմ ստանձնացելու, որովհետեւ այդտեղ երբ որ սկսել եւ Հայաստանը ճանաչել անկախությունը եւ հակահարված տար ամբողջ ուժով մտնել պատերազմի մեջ եւ պարտավորության մեջ դնել ռուսական կողմի պայմանագրերով, այդտեղ չէին կարող ասել, որ գիտես, այսպես է Հայաստանն է մեղավոր եւ այլն, հստակ ֆիքսում էր մեղավոր կողմը, այսինքն եթե մարդ հետաքննության մեխանիզմներ հրաժարվում է տեղադրել եւ հետո հարձակում է տեղի ունենում, ով որ հրաժարվում է, հետեւաբար նա էլ հարձակվող կողմն է տրամաբանորեն, եթե ինքը մերժում է ամենից տորպեդավորում եղած առաջարկները, այսինքն ավելի վատ կարգավիճակում էր Ադրբեջանը, ավելի վատ պայմաններում էր պատերազմ սկսելու իր ձեռքերը ազատ լինելու տեսանկյունից, եթե ընդհանրապես չհամաձայնվեր։ Իսկ ինչ ունեցանք մենք 18 թվականից հետո, եթե կհիշեք, այսինքն այդ դա գամ միայն ասեմ, որ այդպիսի տեսակետով ապրիլյան պատերազմի հետ կապված ասում են, որ այսպես ասած դա ըստեյության ռուս խաղաղապահներին տեղակայելու համար էր, այսպես ասած ըստեյության, նաև գուցե ոչ առաջնային խնդիրը կամ միակ խնդիրը դա այդպիսի դուք կա տենց վարկած, որ Նիկոլ Հայաստանը պետք է դիմեր այս այն ժամանակվա իշխանությունը։ Հայաստանը պետք է դիմեր եւ համաձայնվեր այն 14-15 թվականի առաջարկներին, որը որ արվել էր եւ ռուս խաղաղապահներ կային, բայց այդ առաջարկների մեջ էլ նշվում էր միջազգային խաղաղապահ ուժերի դեպ։ Հա, մեկ էլ մի բան, այդ միջազգային խաղաղապահ ուժերը Մենացով ոնց է հասկանում այդ միջազգային է։ Արդեն հստակեցված էր 16 թվականի օգոստոսին եւ գրված էր, որ այդ միջազգային խաղաղապահ ուժերը պետք է ընտրվեն այն երկրներից, որոնք պատրաստական են տրամադրել այդ ուժերը եւ բոլոր կողմերի համաձայնությամբ պետք է տեղի ունենա, այսինքն Լեռնային Ղարաբաղ, Հայաստան եւ Ադրբեջան։ Իրենք եթե մեզնից մեկը, երեքից մեկը Լեռնային Ղարաբաղի մասին նշված է, գրված էր կոնֆլիկտի կողմերը, բայց քանի որ հետագա կետերում այնտեղ նշված է, որ հաջորդ փուլերում Լեռնային
Ղարաբաղն էլ պետք է վերադառնա բանակցային բան եւ այլն։ Այո, Հայաստանը մասնակցել է գոնե եթե նույնիսկ այդպես մեկնաբանենք Հայաստան-Ադրբեջան վետո իրավունք էին ունենում եւ Դե բայց այդ որ բան երկրին պետք է համաձայնեն կներեք իրենք էլի, այսպես ասած, որ եւ Հայաստանը կողմ լիներ եւ Ադրբեջանը կողմ լիներ։ Որտեղ սկանդինավյան երկրներ, չգիտեմ, Չինաստանը, Ադրբեջանը կողմ, ես չեմ գործում։ Դե համենայն դեպս պետք է այդ համաձայնությունը գալ։ Եթե չլներ, էլի դեստրուկտիվ կողմը ինքն էր, եթե դեստրուկտիվ կողմը միջազգային հանրության կողմից դու փորձում ես աշխատելով իրանց հետ աջակցություն ստանաս քո իրականացնելու համար նպատակները։ Մյուս մեկ առումով այդպես կարելի է մեկնաբանել, բայց եթե մեկ կողմը դեստրուկտիվ է, երկրորդ մյուս այսպես ասած միջազգային հանրության ճնշումները կարող են տեսնում են, որ նա կարմիր գծեր այսպես ասած հեշտ է լղոզվել եւ այլն, կարող են այնպես անել, որ դու եթե ինչ-որ պատրաստական մեզի ճնում, այսպես ասած ճնշվող կողմի վրա է մնում, էլի ամեն ինչ։ Եթե դու 14-ից 15 թվականի առաջարկները այդ տրամաբանությունն էին կրում, որ ռազմական բալանսը, ռազմատեխնիկական բալանս, այդպես ասեմ, տեխնիկայի վերաբերյալ խախտված էր, եւ այդ առումով ասում են դու թույլ կողմնես, արի համաձայնվի փուլայնով, այսպես անենք, խաղաղություն լինի, բայց ապրիլյանը ցույց տվեց, որ չկարողացավ ռազմական ճանապարհով լուծել, այսինքն չնայած ռազմական բալանսի խախտմանը, ռազմաքաղաքական բալանսը խախտված չէր։ Դե ասում են Հայաստանն է խնդրել, գնացել զինադադար է խնդրել, որպեսզի, այսպես ասած, Ռուսաստանը Եթե այդպես լիներ, խնդրել Հայաստանը զինադադարի, ապա Ադրբեջանի պահանջները կիրականացվեր եւ օրինակ կկնքվեր զինադադարի պայմանագիր, որը մերժվել է Հայաստանի կողմից, բանավոր ձևով պայմանավորվել են, կարգ դադարեցնել կրակը, ինքը պահանջում էր Հայաստանի եւ Ադրբեջանի ստորագրությամբ նոր զինադադարի պայմանագիր, որը կչեղարկեր 94-5 թվականի զինադադար, որտեղ Լեռնային Ղարաբաղը կոնֆլիկտի կողմ էր նշված։ Այսինքն դա դուրս կմղվեր, այնուհետև Հայաստանը ստիփած կլներ համաձայնվել այն 10 առաջարկներին, որ արվել էր, եւ օգոստոսին չէր դրվի այն տարբերակը, որը որ դրվել էր, այլ կդրվեր օրինակ 14 թվականի այն ամենաառաջի առաջարկը, օրինակ։ Իսկ եթե նայենք այսպես ասած ռետրոսպեկտիվ արդեն ձեր վերլուծությունը, որն են եղել հիմնական, այսպես ասած, սխալները եւ առավելությունները այդ տարբեր սկզբից սխալները ասեք, հետո բան առաջին նախագահ, երկրորդ նախագահ, երրորդ նախագահի շրջանն բավական ծավալուն կետերով կարող եք ուղղակի ասել, որովհետեւ քննարկեցինք մենք բովանդակությունը։ Դե միգուցե այդ 21 թվականի դեկտեմբերին Հայաստանը փորձեր միջազգային իրավունքի վրա հղում անելով այդ ալմատային հանդիպման ժամանակ առաջ տանել այն փաստը, որ Ադրբեջանը առանց հանրաքվեի է անկախացել խախտելով միջազգային նորմերը եւ իրավունք չուներ Լեռնային Ղարաբաղի իր կազմում ներմուծելու, ներգրավելու, պնդեր Լեռնային Ղարաբաղի հանրաքվեի փաստերի վրա եւ ինքնորոշման իրավունքի կետի վրա շեշտադրում անելու փորձեր դա առաջ տանել։ Դա առաջինը ինչ կարելի է նշել, որ արվել է։ Երկրորդը 94 թվականից 95 թվականից հետո այդ բանակցությունները, որ Լիպարիցյանը վարում էր, այսօրվա հարցազրույցներով Լիպարիցյանի մի քիչ պաշտենք ինչպես է պաշտպանել Հայաստանի շահերը այդ ժամանակ, այսինքն այդ բանակցողի ընտրությունը, չգիտեմ, քիչ եմ ուզում գնահատական տալ, այսինքն այսօրվա ինտերվյուներով թող մարդիկ իրեն գնահատական տալ, ինչպես է պաշտպանել եւ բանարել։ Մյուսը միգուցե Ռոբերտ Քոչարյանին այստեղ բերել վարչապետ նշանակելու միջոցով դա շրջանցելու փորձն է, կարող է միգուցե այդտեղ ռիսկեր են ստեղծել, հա, որ Ադրբեջանը այնուհետև հղում անի, ասի, այո, որ դա տարածքային վեճի շրջանակում է։ Նույն փուլային տարբերակը փորձեր ուղղակի Լիսաբոնից դուրս գալու, այսինքն նույն Լիսաբոնի տարբերակի փուլային կատարման, ասենք, բանն էր տանելու դա այդ առումով, բայց այդտեղ մի քիչ մեղադրելու է քիչ է, որովհետև եթե Լիսաբոն ունես, դրանից գոնե սա էս փորձում կորզել, մի քիչ լավացնել իրավիճակը ժամանակ շահելու տեսանկյունից։ Եվ 2000-ականներից սկսած, երբ որ արդեն Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական էր տվել, հիշենք ներքին դաշտում այդ քարոզչական այդ թեզերը, որ գնում էր, որ հանձնելու են Արցախը եւ այլն, Սերժ Քոչարյանը եւ այլն։ Դե նրանք էլ հակառակն էին ասում, ասում Լևոնն է հանձնել եւ այլն, վաղուց տվել։ Ինքը պաշտոնաթող որպես նախագահ պետք է աջակցել այս գործընթացներին, ինքը հանդարտ շեշտում էր, որ 97 թվականն է լավագույն տարբերակը եղել այս հետագա։ Դե ամեն նախագահ էլի ժամանակվա բանն է համարում լավագույնը, եկեք դա էլ ասենք, էլի։ Բայց ճիշտ կլներ, որ ինքը աջակցել եղած process-ին, որ ինքը վերջում իդեպ արեց, ինքը 2010 Սերժ Սարգսյանի ժամանակվա բաներին, ասում էր, որ Սերժ Սարգսյանը թող գնա ինքը ստորագրությունը դնի միակողմանի։ Դե գուցե Սերժ Սարգսյանի տարբերակը լավն էր համարում, Ռոբերտ Քոչյանի ժամանակվա Մեղրի տարբերակը, օրինակ չէր ավանում կամ Քիվեստը։ Չէ, դա 2007 թվականի Մադրիդյանն էլ կար, ինքը 2008 թվականին ցույցերի ժամանակ երբ որ նախագահական ընտրությունների էր մասնակցում, ինքը հայտարարում էր, որ գալու են հանձնել Սերժ Սարգսյանը։ Շատ լավ, գալով Քոչյանի սխալներին, որը կնշեմ։
Քոչարյանի սխալներից կարելի է այստեղ ասել այն, որ երբ որ 2001-ին Քիվեստը տապալվեց, Քիվեստի տապալումից հետո արդեն այդ հանդարտ շրջանում բանակցությունները որ գնում էին, ինքը թույլ տվեց ռազմական առանցք էսկալացիայի լարվածության պատճառ Հայաստանը չհանդիսացավ անուղղակի ձևով, այսինքն ոչ պաշտոնապես էլի, եւ այդ էներգակիրները կառուցվեցին, որը թույլ տվեց հետագայում Ադրբեջանին այդ հարստությունը գումարը կուտակել եւ ռազմական տեխնիկական բալանսը գերակայությունը ստանալ, հիմնականում այդ ռեսուրսների հաշվին էր, այսինքն ինքը կարող էր որոշակի ձգձգել տորպեդավորել, այսինքն էսկալացիաները եթե լինեին ինչպես կային, իսկ երբ սկսվեցին, երբ որ վերջացրեց 2007 թվականին այդ նավթի խողովակի կառուցումը, Ադրբեջանը ինքը սկսեց էսկալացիաներ արդեն հրահրել ամբողջ սահմանի երկայնքով։ Եթե այդ էսկալացիաները մինչև այդ լինեն, այդ շինարարությունը ձգձգվեր կամ տապալվեր, կամ փորձեր դիվանագիտական ճանապարհով տապալել դա, կամ միգուցե մինչև այդ բերեր Արցախի ճանաչմանը, ասենք միջազգային հանրության կողմից դա արդարացված կներ, բայց փաստացի դա չի արվել եւ Ադրբեջանը հնարավորություն է ստացել ուժի դիրքից խոսալու, այո, որ իրականում հենց իր ժամանակ է խախտվել բանասը, չէ՞, միշտ ասում են Սերժ Սարգսյանի ժամանակ ուղղակի շատ ցցում դարձավ այդ ամեն ինչը, բայց սկսեց գումարը կուտակել է Քոչարյանի ժամանակ, հիմնական ձեռքբերումները Սերժ Սարգսյանի ժամանակ են եղել։ Հիմնականում Ռուսաստանը, չնայած պետք է նշել, որ այդ ժամանակաշրջանում Հայաստանը բարձր տնտեսական աճ էր ապահովում, թրիշկաձև, հա, տոկոսների առումով բավական առաջադեմ էր, աշխարհում երևի առաջի 3-ն էին կամ 5-ն էին, բայց համենայն դեպս նավթային ռեսուրսներից դիսբալանսը, տարբերությունը միշտ մեծանում էր, անկախ այդ աճին ավելի արագ էր աճը տեղի ունենում Ադրբեջանի եւ հետո հանգիստ շրջաններ եկեք ասենք էլի տնտեսություն զարգացնելու եւ այլն։ Ես հետո մեկնաբանουμε շինարարական փուչիկը չեմ ուզում այդ դաշտում տենք վերադառնում ենք մեր Ղարաբաղը։ Այնուհետեւ վերջում թողած ժառանգության մադրիդյան փաստաթղթերը, որ էլի վատ տարբերակ չէր եւ հետագա զարգացումը տեղի ունեցավ, այսինքն չնայած պլեբիսցիտի ու արևմտյան Սահարայի այդ բանի օրինակի վրա հողում արվում էր այդտեղ, որը իդեպ Սերժ Սարգսյանն էլ քննադատել է, չէ, որովհետեւ ասում է անհասկանալի է։ Հետագայում հանվեց դա, բայց համենայն դեպս այդ հողումը նաեւ դրական կողմ ունի, այն որ օրինակ է հստակ նշված, որտեղ անկախացել է։ Դե անկախացել է, բայց ճանաչված չի ամբողջ աշխարհի կողմից։ Դե հիմա 60 երկիր եւ այնտեղ նշված է, որ ինքնորոշման իրավունքը այստեղ չի որևէ հակասության մեջ մտնում տարածքային ամբողջականության սկզբունքի հետ, ինչով էլ հիմնավորի մյուս պետությունը։ Եթե հանրաքվեի վրա պիտի հողում արվի, այ դա չկար, այ որտեղ պլեբիսցիտը գիտենք ուղղակի խորհրդատվում։ Այդ բացական կողմն եք ասում, այո, բայց այնտեղ դրական են, որ հողումը բուն ինքիրանով դրական էր։ Իսկ հետագան դա ուղղվեց այդ բառը ձևակերպում փոխվեց եւ դարձավ այն ինչ որ դրական էր։ Երրորդ նախագահի շրջանում ինչ բաց թողում կարելի է ասել, ներքին քաղաքական դաշտում քարոզչական տեսանկյունից մարդկանց միգուցե չհաջողվեց այնպես լավ ներկայացնել այդ իրավիճակը ինչ որ կար, մարդիկ ավելի մաքսիմալիստական էին, ոչ մի շրջան չէին ուզում այդ ժամանակ զիջել, ժամանակ այո կատաստրոֆիկ էր ընկել։ Այդ առումով այդպես է իրավիճակը եւ չկարողացավ ներկայացնել հանրությանը ճիշտ թե ինչ իրավիճակից ինչ իրավիճակի է եկել բանակցային process եւ ինչու է ձեռնտու եւ միգուցե Լևոն Տեր-Պետրոսյանը լսել եւ այդ ստորագրությունը միակողմանի դնել է ճիշտ էր այդ փաստաթղթի տակ, չգիտեմ էլի այդ իրավիճակում 2016 թվականին դա կարող եմ ասել, ասենք Սերժ Սարգսյանի հետ կապված արտաքին քաղաքական այդ Արցախյան բանակցային process-ում։ Իսկ Նիկոլ Փաշինյանի օրոք սխալներ շատ են։ Խոսենք այո, այդ 2019-ի տարբերակից էիք խոսում։ Սա կարծեք թե փուլային տարբերակն էր արդեն, հա, որովհետև մինչ այդ ավելի փաթեթային են եղել։ Չէ, սա էլ էր փաթեթային ու գրված է որտեղ։ Որովհետև ինչ եմ ասում, որովհետև 2020 թվականի Լավրովը ապրիլի ամսին, եթե չեմ սխալվում, Արմենը Գարնան էր, երբ այդ հայտարարությունը արեց, որ ասաց 1 տարի է սեղանին դրված է փուլային տարբերակ, այսինքն ասաց ինքը ասաց դրված է տարբերակ, որի առաջին փուլով պետք է սա արվի։ Առաջին փուլով էր հայտարարությունը փուլային տարբերակ, որը այնուամենայնիվ գալով դրան ինչ խնդիրներ ուներ այս փաթեթը, արդյոք սա լավ տարբերակ էր կարգավորման եւ ինչու՞մ է պատասխանատու այս իշխանությունը արդեն։ Ուրեմն նախ սկզբից 18 թվականի բանից ասեմ, մայիս ամսին երբ որ Նիկոլ Փաշինյանը նոր արդեն դարձել էր վարչապետ, նա Արցախում հայտարարություն արեց, որ չի պատրաստվում բանակցել Լեռնային Ղարաբաղի անունից, Լեռնային Ղարաբաղը ընտրված ներկայացուցիչ ունի, հա, նախագահ ունի, թող ինքը բանակցի։ Միակողմանի այդպիսի հայտարարություն արեց, մինչդեռ 2016 թվականի օգոստոսին դրված էր, որ փուլում պետք է ինքը վերադառնա բանակցային։ Ախր դրա համար պետք է հայտարարել, ես դա եմ ուզում ասեմ, թե պետք է աշխատել կուլիսները, որտեղ օրինակ Սերժ Սարգսյանի նամակում երբեք չէին հայտարարում, չէ՞, իրանք կամ կարող է հայտարարում են, չեմ հիշում, բայց պետք է դա եմ ուզում ասել, ուրեմն այսինքն դու դա երբ որ հայտարարում ես, դու արդեն տակից արած աշխատանք պետք է ունենաս, որպեսզի այդ քո առաջարկը համանախագահ երկրները աջակցեն, պաշտպանեն, որպեսզի կարողանաս դա առաջ տանես։
Հակառակ դեպքում դա դեստրուկտիվ է դիտվում եւ բանակցային գործընթացի տապալման փորձ է դիտվում համանախագահ երկրների կողմից, որը որ այդպես էլ դիտվեց։ Մինչ իր այդ հայտարարությունը Լեռնային Ղարաբաղը անուղղակի ներգրաված էր բանակցային process-ում իր այդ հանդիպում է Մինսկի խմբի համանախագահների ներկայացուցիչները, հա, ադրբեջանական համայնքի հետ էլ էին հանդիպում։ Չէ, այն ժամանակ այդպես չէր, ինքը չէր զարգացած այդ համայնքը, այնտեղ հանդիպումներ չի եղել Ալիևի։ Օրինակ 2017-ին 4-3 է եղել։ Այսպես է եղել համամասնություն էլի դա ֆիքսված է այնպես չի որ արևմտյան այդ Ադրբեջանի իհարկե արևմտյան Ադրբեջանում ասում ադրբեջանական համայնքի այսպես ասած հետ 4-3 համամասնություն կար մինչ այդ ավելի քիչ է եղել իհարկե բայց կարծեք թե այդ 4-3 հա դա ԵՀԿ այսպես ասած դոսիե Ղարաբաղյան դոսիե գիրք կա Կարեն Բեկարյանը հեղինակը եւ այդտեղ նշվում է դա այսինքն այդ տարիներից է իրական սկսվել էլի այլ հարց է որ իրանք դա դարձնում են ՀԿ-ին հիշում եք դարձրեցին падգամավոր գնաց ԵԽԽՎ-ում հիշում եք ղեկավար դարձավ եւ այլն դա հետո եղավ 2019 թվականին չէ Շուշիի են նախկին քաղաքապետներ իրենց ադրբեջանական որ դիվանագիտական որևէ հմտություններ չուներ եւ իսկ Լեռնային Ղարաբաղը բանակցային սեղանի շուրջ կար այն իմաստով որ եւ նախագահն էր գնում այնտեղ ներկայացնում եւ հետագա այս փաստաթղթի մեջ 16 թվականին նշված է որ ինքը հաջորդ փուլում պետք է Լեռնային Ղարաբաղի իշխանությունները մասնակցեն այդ գործընթացին այնտեղ համայնք չի նշված էլի այսինքն ներկայացուցիչներն է նշված եւ այդ միջանկյալ կարգավիճակի շրջանակում պարզ է դառնում թե որ ներկայացուցիչների մասին է խոսքը իդեպ այդ փախստականների վերադարձի մասն էլ են խոսում էլ ասեմ շեղվեցին մի քիչ որ ասում են կգան այդ փախստականներ ադրբեջանական եւ այնուհետեւ հետո քվեարկությունները ուշ կլինի ինչ կլինի եւ այլն ուրեմն այդ միջանկյալ փուլում երբ որ դեռ համաձայնությունը չի եղել այդ քվեարկության եւ այլն տեղական ինքնակառավարման մարմինները ընտրվում են տեղի բնակչությունից այսինքն փախստականը վերադարձ այդտեղ նախատեսված չէ որևէ կետ նշված չի որ 5 շրջանը վերադարձնելուց հետո երբ որ միջանկյալ կարգավիճակ ալնելու այդ ժամանակ պետք է ադրբեջանցիները վերադառնան Լեռնային Ղարաբաղի տարածք հետո այնտեղ շատանան 10 տարի 50 տարի հետո շատ լինեն եւ հանրակրվեն մասնակցեն իրանք վերադարձ իրավունք կստանային այն դեպքում երբ որ արդեն հանրակրվեն իրականացվեր այդ համամասնության որը որ նշված էր կարգավիճակը որոշվեր այնուհետև այո ընդունելով Լեռնային Ղարաբաղի կամ Հայաստանի քաղաքացիությունն այց որ տարբեր դա բոլոր տարբերակներում դու մինչև 2019-ին փախստականների կետը այդպես է այո այսինքն որևէ միջանկյալ կարգավիճակում փախստականների վերադարձ նախատեսված չէր քվեարկություն ժամանակ հաշվի էր առնելու համամասնությունը հա այդ կազմակերպային ինչպես չգիտեմ կարող է այդ քվեարկության բանը Ադրբեջանի տարածքում այդ մարդիկ քվեարկեին եւ հաշվել որ դա 20%-ն է ձայների այստեղ Արցախում քվեարկեն կարիք չկար բերել այդ բան քվեարկության օրը բերեին Արցախում հենց տեղամասերում քվեարկել տային հա իսկ այնուհետև կարգավիճակը որոշվելուց հետո ազատ ցանկացած փախստական այդ թվում նաեւ Բաքվի եւ Սումգայիթի եւ Գանձակի հայ փախստականները իրավունք կստանային կոնֆլիկտի վերացումից հետո այն վայրեր որտեղ որ կցանկանան վերադառնալ բայց չեմ կարծում որ այդ ժամանակ արդեն շատ ադրբեջանցիներ կցանկանային անկախ կամ Հայաստանի միացված Արցախի տարած վերադառնալ եւ բնակվել։ Հա, այդ հայտարարությունը, այսինքն առանց համաձայնեցնելու 2018 թվականին Նիկոլ Փաշինյանը հայտարարություն է անում, այսինքն եղած իրավիճակը դեստրուկտիվ կողմ ներկայացնելով։ Այնուհետև եթե կհիշեք ադրբեջանական կայքերում եղավ մի հոդված 20 թվականին, որտեղ գաղտնազերծվեց, որ Նիկոլ Փաշինյանը փորձել է Թիվրիսում ուղիղ բանակցային ֆորմատ ստեղծել Ալիևի հետ, հա, այսինքն Մինսկի խմբից Մինսկի խմբից դուրս, հա, թիկունքից, ուրեմն եւ այդ համաձայնությունը ստացել են, սկսել են բանակցել 20 թվականին էլ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, եթե փորձում ենք ինչ որ նախքին բաներ գաղտնազերծել, բացել կոմպրոմատների բան լինի, ես այնպեսի բան կհայտարարեմ, որ Ադրբեջան ներքաղաքական դաշտը կխառնվի եւ այլն, ու այդ ինտերվյու տվեց Պետրոսի մոտ հմեկով, այնուհետև այդ եթեր չգնաց, որտեղ հաջորդ օրը պատերազմ սկսվեց։ Այսինքն դա այնքան էլ չի հերքվել, որ այդ թեզը բացվել է, ուղիղ գիծը հիմնվել է, այնուհետև գնաց եթե հիշում եք վերելակային հանդիպումը, հա, 18 թվականի սեպտեմբերի 27-ին, որտեղ պայմանավորվեցին, որ ուղիղ գիծ են ստեղծում ԱԾ-ի մակարդակով Վիեննայի եւ այդ Սանկտ Պետերբուրգի Ժնևի փոզմիշանելը այսպես այո դրանից հետո Հայաստանը սկսեց չպնդել այդ Վիեննայի պիցերի կատարմանը եւ դրան փոխարինեցին զուտ բանավոր հավաստացում խոստում որ զինադադարի պահպանում տեղի կունենա եւ եթե խախտում լինի ԱԾ-ի մակարդակներով իրանք կկապնվեն միմյանց հետ եւ կպարզեն ով է խախտել
առաջինը կփորձենք ասացնել, որ էսկալացիա չլինի։ Իդե բառերի մեջ է այսպես, բառախաղ է, դուք ոնց եք դրան վերաբերում, որ արդար լուծում էին հիշում եք օգտագործում, մինչ այդ ասում էին տևական եւ համապարփակ, այսինքն միշտ բոլոր մյուս փաստաթղթերում substantive talk-ից էին խոսում, այսինքն հա միշտ հղում կար, որ պետք է 3 սկզբունքների հիման վրա լուծվի, եղած առաջարկների հիման վրա լուծում լինի, որը որ դրված է սեղանին, այնուհետև դա լղոզված արդար լուծում, ընդունելի լուծում ինչ-որ տենց ձևակերպումներ եղավ 3 ժողովուրդների համար հիշում եք, չէ՞, ասում են Հայաստանի, Արցախի եւ Ադրբեջանի ժողովուրդների համար ընդունելի լուծումներ ենք մենք գտնելու։ Դա զորամասական ասում էր կարգավիճակ եւ անվտանգություն ինքնորոշում։ Դա եւ էր դնում եւ կարգավիճակ եւ անվտանգություն, այսինքն կարգավիճակը կարող է անվտանգությունը արդեն կարգավիճակով ապահովում էր, հա, նույն այդ միջանկյալ կարգավիճակում էր ապահովում իր բանակ ունենալու հնարավորությամբ եւ այնու վերջնական կարգավիճակով եւ միջազգային հարաբերություններով։ Իսկ այստեղ ինքը տարանջատում էր անվտանգություն եւ կարգավիճակ, հա, եւ կարգավիճակն էլ անորոշ ինչ կարգավիճակ, հա, այդ անորոշությունը կար, այսինքն այդ բառերի փոփոխությունները եւ փաստաթղթերի մեջ եղավ այդ բառերի փոփոխությունները։ Այնուհետև Նիկոլ Փաշինյանը, եթե հիշում եք, հայտարարեց, որ ինքը իր համար դեռ պարզ չի, անհասկանալի է, թե ինչ են իրենց ներկայացնում Մինսկի խմբի առաջարկները այդ տարբերակի։ Պիտի բացատրեն Մադրիդի տարբեր մեկնաբանություններ կա եւ ինքը ուզում է բացատրեն իրեն, ասեն ինչ է իրենց ներկայացնում այդ առաջարկները եւ այդ իր հայտարարությունից որոշակի ժամանակ անց իրեն 2019 թվականին այս փաթեթը Կարող այո, եթե ինչ-որ մեջբերումներ ունեք այդտեղ անելով, ինչով էր լավ, ինչով էր վատ։ Հիմա այս փաթեթը ինքը խեղաթյուրում էր, ասում էր, սա փուլային տարբերակ է եղել, բայց այստեղ հստակ նշված է, որ данная декларация основывается на принципе пакетной договоренности, այստեղ, հա, երկրորդ տարբերությունը, содержащий в ней положение составляет единое целое, մի ամբողջականություն են կազմում այս ամբողջը, սա մի փաթեթ է։ Их реализация не может состоять в отрыве друг от друга. И потребует надежного международного контроля, включая контроль стран сообществителей. Այսինքն սա մի փաթեթ է եղել, ինքը դա փուլային էր ներկայացնում։ Հիմա այս տարբերակն է իրան առաջարկվել, որը փաստացի ինքը մերժել է։ Այս տարբերակը ոչ թե Ադրբեջանը մերժել է, Հայաստանը։ Այդպես է ստացվում վերլուծությունների արդյունքում։ Եթե կհիշեք, ինչից է դա հետևում, հա, այս հայտարարությունից հետո ինքը Լեռնային Ղարաբաղում հայտարարեց, որ Ղարաբաղը Հայաստանն է եւ վերջ։ Հետո 20 թվականի հունվարի 25-ին կարծեմ Կապանում ամլու ասուլիսի ժամանակ Կրակովյան փաստաթուղթը սլիվ անելուց հետո ընթերցեց, որը սրա սեղմ տարբերակներ, հա 3 կետ էր ընդամենը գրված այնտեղ սեղմ կարճ տարբերակը ամփոփիչ դա Դեպի Կրակովը վերջին հայտարարությունը չէ, մեկ անգամ էլ փետրվարի 22-ին են արել հայտարարություն, բայց այդտեղ հղում է արվում ամենակարևոր բանը 2018-ի փետրվարի 22-ին Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունները միջև Սերժ Սարգսյանի հրաժարականը եւ այնտեղ հղում է արվում Վիեննայի Սանկտ Պետերբուրգի եւ Ժնևի հայտարարությունները, այսինքն պատմությունը գրվում է փաստերով, եկեք այս ամենը փետրվարի հայտարարության մեջ պահանջ կա, պնդում կա, որ Վիեննա եւ Սանկտ Պետերբուրգը փետրվարի պահանջում է Մինսկի խումբը, որ դա պետք է իրականացնել, այնտեղ գրված է շատ կարճ ժամանակում կողմերը պարտավորվում են հետաքննության մեխանիզմներ ներդնել, այսինքն դա պահանջը շարունակվում է ճշմարիտ չիրականացավ։ Ադրբեջանը պահանջ նախապայմաններ էր դնում եւ պետք է դա դիվանագիտական աշխատանք շարունակել, բարդ հարց է, հա, դա պայքար է, հա, եւ դու չգիտես որ դիվանագիտը ասում են փակուղում է։ Սերժ Սարգսյանը ասում էր փակուղում։ Դա շատ անգամ է բանակցային process-ը տարբեր փուլերում փակուղում հայտնվել, բայց պետք է դիվանագիտորեն հմտորեն կարողանաս այնպես անել, որ այդ փակուղին նախ ֆիքսվի, որ դա հակառակ կողմի պատճառով է, այլ ոչ թե հայկական կողմի պատճառով, եւ այնուհետեւ դա ֆիքսելուց հետո միջազգային հանդրության կողմից ճնշումներ գործադրել, որպեսզի այդ փակուղուց դուրս գա, այդ բանակցային իրավիճակը ի օգուտ քեզ եւ այնպիսի առաջարկներ լինեն, այնպիսի քայլեր լինեն, որ պարտադրես Իլխամ Ալիևին։ Փաշինյանի մոտ չի ստացվել դա։ Փաշինյանը որոշել է հետ քայլեր անելով փորձել այդ փակուղուց դուրս գալ Ադրբեջանի պահանջները անուղակի կատարելով, այսինքն Վիեննա Պիտերից հրաժարվելով տեղը հետաքննության մեխանիզմներ, հա, դնելու տեսանկյունից։ Այս առաջարկից հրաժարվելով, հա, ինքը Կապանում այդ կարդաց այդ կետերը եւ ասաց սա է, հա, Սերժ Սարգսյանի թողաջառանգությունը, երբ ուզենք սրան կարող ենք հետ գալ։ Դե թող բան անեն, ես ինչ է, ես սրանով ես իմ զրոյական կետից եմ սկսում, հա, այդ հայտարարությունները, որ ասենք սա փաստացի մեժում է դրան։ Հետո եթե հիշում եք Սերժ Սարգսյանը 21 թվականին մի ձայնագրություն հրապարակեց, որտեղ Նիկոլ Փաշինյանը ինչ որ հանդիպման շրջանակում պատմում էր, որ համանախագահ երկրները չէ, ասում են համանախագահներ չէ, Պուտինը, Ալիևը եւ Պուտինը, Լուկաշենկոն եւ Նազարբաևը եկել են, իսկ հապկի երկրներն են։ Հա, եկել են, ասել են, որ արի արդեն մեզ լեգիտիմություն լուծենք հարցը, բանը Ալիևը հասկանում է, որ Ադրբեջանի կազմում երբեք Ղարաբաղը չի լինելու։ Նա էլ ասում է, ես հասկացա, որ պետք է ինձ գժի տեղ դնեմ, այդ կանվերի մեջ են ուզում դնեն ինչ որ ինձ որ
ինչ որ բան անեն, ինչ որ բաներ է հասկացել իր ու գժի տեղ դնելով ես պետքա դուրս բրծնեմ այդ իրավիճակից, այդ ամեն ինչից։ Չէ, բայց դա մետաղ ասում էր, որ Ալիևն էլ հասկացել է, որ երբեք չի լինելու Արցախը Ադրբեջանի կազմում այդ ձայնագրություններում, այդպես ուշագրավը դա։ Իրան այդպես ասել է Պուտինը եւ մյուսները, նա էլ ասում է, ես հասկացա, որ դա կուտ է եւ պետքա այդ կանվերի տակ են ուզում ինձ դնեն, ինչպես նախկինում եղել է ու ես որոշեցի, որ գժի պես ամեն գնով պետք է դրանից դուրս գամ։ Սխալ չէր մտածել այդպես, ինչ եք կարծում։ Այդ եմ ասում, դա բոլորը փաստում է, որ ինքը հենց դեստրուկտիվ էլ տրամադրված է։ Չէ, նկատի ունեմ ինքը կարող է ճիշտ է մտածել, որ իրեն ուզեցել են կուտ տան։ Այ դա բացառված է։ Դե նայեք, դիվանագիտորեն մոտեցումը կլներ այդ իրավիճակում, ցանկացած պարագայում, եթե մոտիկանում են նման բան են ասում, հղում անել վերջին եղած փաստաթղթի վրա, 16 թվականի օգոստոսի փաստաթղթի վրա, ասել եկեք այս տարբերակով լուծենք, ինչ եք ուզում ինձ, ես կողմ եմ։ Բայց ամբողջ խնդիրը այն է, որ բանակցային գործընթացը չգիտեր։ Ասում էր, որ բան Ալիևից ճշտեց։ Հիմա Ալիևը իրեն ինչ էր ասում։ Դա 19 թվականի լայվի ժամանակ ասում, որ Ալիևի հետ հանդիպումների հետ Միսկի խմբի թիկունքում հանդիպումների շրջանակում Ալիևի հետ քննարկում են այդ բանակցային process եւ Ալիևը պատմում է, թե ինչպես ա եղել, ոնց ա եղել։ Հիմա գիտեր, չգիտեր, ինքը ուրեմն այդ արդեն ուրիշ հարց։ Ինքը իշխանություն գալուց ժամանակ պետք է ծանոթանար Իսկ եթե չգիտեր այդ ժամանակ ասել գիտեք, հա, ես բանակցային process-ին դեռ բավարար ծանոթ չեմ, կծանոթանամ ինչ առաջարկ վերջին դրված ա եղել սեղանին, հա, Սերժ Սարգսյանի օրոք ինչ առագություն եմ ստացել։ Կքննարկեմ նախկին արտգործնախարարների հետ, Հայաստանի, ասենք, Նալբանդյանի հետ օրինակ, հա, կքննարկեմ, կհասկանամ ինչ իրավիճակ է եւ ես կոնստրուկտիվ եմ տրամադրված այո կոնֆլիկտը լուծելու եւ եթե Ալիևն էլ հասկանում է, որ չի լինելու Ղարաբաղը Ադրբեջանի կազմում, շատ հոյակապ։ Այդ կետը ֆիքսենք եկեք հիմա հետագա փուլերում ավելի պաշտոնական հանդիպումներում կքննարկենք, երբ որ ես ավելի ծանոթ լինեմ։ Այլ ոչ թե հետագա շրջանում իրան գժի տեղ դնելով փորձել ինչ-որ կանվերից թռնել եւ այլն։ Վերջին հարցը ուղղակի ուզում եմ հասկանալ, ամբողջ այսպես ասած այս պատասխանատվությունը փորձում են ասել, որ դե այնուամենայնիվ պատերազմը, որը սկսեց, ինչքան էլ որ մենք ասենք այսպես ասած, որ այս իշխանությունը ունի պատասխանատվություն, մեղավորություն, բայց դա հասունացած պատերազմ արդյոք չէր, արդյոք Ադրբեջանը եւ Ալիևը այդքան տարի զինվում էր ի վերջո այդ զենք ինչի համար էր գնել եւ եթե պատրաստվում էր պատերազմել Լեռնային Ղարաբաղի դեմ, դա իրականացվելու էր այսպես թե այնպես։ Հիմա այս իշխանության ժամանակ եղավ, այսպես ասած, ջարդվեց իրանց թեզն եմ ասում իհարկե, դեռ իմ տեսակետը չեմ ասում այս ամենի մասին։ Դուք հիմնավոր համարում եք սա։ Հիմա տեսեք, այն որ Ադրբեջանը դեստրուկտիվ կողմ էր այս ընթացքում եւ ինքը ուժի սպառնալիքի եւ կիրառման միջոցով էր փորձում այդ հարցը լուծել, դա ակնհայտ էր, որովհետեւ 11 թվականի Կազանյան փաստաթուղթը տապալելուց հետո Ալիևը ամեն տարի էսկալացիա էր ռազմական իրականացնում, նույնիսկ 14 թվական, 15 թվական, 16 ապրիլյանը, հա, անդադ դա տեղի ունենում էր, բայց բոլոր դեպքերում ինքը չէր կարողանում եւ ռազմական գետնի վրա եւ բանակցային սեղանին ստանալ այն ինչ որ ինքը ցանկանում էր, այսինքն ռազմաքաղաքական բալանսը որոշակի պահպանված էր եւ այն իրավիճակում, երբ որ ռազմաքաղաքական բալանսը պահպանված է, այսինքն դա ինչ է նշանակում, որ կարճ ժամանակահատվածում չի կարողանա Ադրբեջանը ռազմական գնով գրավել ամբողջ Արցախը, չկրելով այնպիսի կորուստներ, որը իր համար շատ ցավոտ եւ շատ անթույլատրելի կլինեն, հա։ Բայց 2020-ին մարսեց իրավիճակ էր փոխվել։ Այսինքն կտևի այդ պատերազմի ամիսներ իր համար անհայտ ելքով վճռականությունը, որ Հայաստանը կմասնակցի ուղիղ այդ պատերազմի մեջ կմտնի կճանաչի Արցախի անկախությունը եւ քանի որ դեստրուկտիվ կողմը Ադրբեջանն է, այդ ճանաչմանը կմիանա նաեւ այլ պետություններ, որտեղ հիշենք Ֆրանսիայի հայտարարությունը նույնիսկ երկու պարլամենտի պալատները ընդունեցին անկախությունը Լեռնային Ղարաբաղի, մեկը պատերազմի ժամանակ, մյուսը նոյեմբերի 9-ից հետո նույնիսկ տեղի ունեցավ։ Եվ այլ երկրներ պաշտպանում են դա, այսինքն եվրոպական երկրներ, հիմնական պլյուս Արգենտինա, Ուրուգվայ, շատ երկրներ։ Այո, բայց համենայն դեպս, երբ որ դու հիմնավորված ցույց ես տալիս ամբողջ աշխարհին, որ դեստրուկտիվ կողմը նա է եւ երկարաժամկետ պատերազմ է լինում, եւ Հայաստանը կարող է ճանաչել միանան այլ պետություններ եւ մտնել պատերազմի մեջ, դա արդարացվի հանրության կողմից միջազգային, դա շատ ռիսկային է Ադրբեջանի համար դանելը, հաշվի առնելով որ հերահար ճշգրիտ զինատեսակներ ուներ Հայաստանը, հա Իսկանդերի օրինակ տեսքով, որը կարող է նավթամուղերին հակասով էր աշխատում։ Դե դա մեկտաբանությունն է Նիկոլ Փաշինյանի, Իսկանդերը ընդհանրապես չկիրառվեց, Շուշի վրա մենակ կիրառվեց, երբ որ դա արդեն վերջում Շուշին գրավված էր ադրբեջանցիների կողմից։ Իսկ բուն Ադրբեջանի դեմ չօգտագործվեց, առավել եւս եւ ինչեւ պատերազմը Հայաստանի ձեռքին էր։ Եվ այնտեղ ինքը գլանասից բացի ունի ուղիղ նավիգացիայի համակարգ, կարելի է նաեւ այդպես կիրառել։ Ճշգրտությունը կարող է այդքան լավ չլիներ, բայց կարելի է կիրառել, այսինքն դու մենք ունենք այլ համակարգեր, Էրսկատ համակարգեր, որ նույն հեռահարություն ունեն, որոնք ավելի քիչ ճշգրիտ էին,
Էրսկադերի հետ միասին նաև Իսկանդերը կիրառելով, այսինքն մեծ քանակությամբ սնարյադներ է ուղարկում նույն թիրախի վրա, անհայտ է թե որ բանը հարվածը կհասնի նշանակետին։ Եվ այնտեղ կային ավելի մոտիկ Հայաստանի սահմանին գտնվող 30 կիլոմետր, մոտ 40 կիլոմետր տարածքում նավթամուղեր, որոնք անցնում են գազամուղ եւ նավթամուղ, հա, Տավուշի հատվածում։ Օրինակ ինքը Ադրբեջանը, եթե հիշում եք, ինքը Նախիջևանից էր նույնիսկ զորքեր բերում այստեղ վերջի շրջանում, որպեսզի կարողանար ինչ-որ առաջընթաց ապրել, որովհետեւ մեծ կորուստներ էր կրում եւ մարդկանց կարիք ուներ։ Եվ որպեսզի դա, ասենք, կարելի էր օգտագործել եւ Տավուշից, ասենք, ճանաչելուց հետո թիկունք բացել, մտնել այնտեղ եւ հասարակ արտիլերիայի միջոցով էլ այդ ռմբակոծել այդ նավթամուղերը եւ էներգառեսուրսները եւ հանգույցները կարևոր, որը չի արվել։ Այսինքն դիվանագիտությունը ձախողել է, ապացուցելու, որ Ադրբեջանը ապակառուցողական դեստրուկտիվ կողմ է եղել 18-ից հետո։ Այո, 18-ից հետո փաստացի ստացվում է, որ Հայաստանն է դեստրուկտիվ կողմ, Ադրբեջանը կարողացել է կենտրոններում, ուժային կենտրոններում հիմնավորել իր իրավունք ագրեսիայի, ասել է դե 5 շրջանի հետ կապված բոլորի կողմից կոնսենսուս կա, որ դա իրավական իմն է, պետք է վերադարձվի, բոլոր փաստաթղթերում դա նշված է։ Հետևաբար ես ուզում եմ դա անեմ, իսկ Հայաստանը տեսեք ասում է ամբողջ Արցախը Հայաստան է եւ ոչ մի բան չի զիջում, ոչ մի ձև չի գալիս, մերժում է այս փաստաթղթերը։ Հետո կհիշեք Մյունխենյան հանդիպումը Ալիևի հետ, երբ որ նստեցին ուղի եթերով ինչ-որ Տիգրան Մեծվապ թագավորը դրանք, ինչ-որ այսինքն այնտեղ վերում է իրավական փաստարկներ, փորձում բերել Ալիևը կեղծ, հղումներ անելով 90-ականների ասենք ՄԱԿ-ի բանաձևերին կամ ասենք եւ այլ ինչ-որ բաների, եւ դրանցի պատասխան ինքնորոշման իրավունքը պաշտպանելու փոխարեն, հա, ինքը պատմական ինչ-որ փաստարկներ է բերում, շատ թույլ, իսկ դրանից հետո հրապարակումը Մյունխենյան սկզբունքներ իր Facebook-յան էջում, եթե կհիշեք, Մադրիդյանի փոխարեն, էլի։ Այսինքն ակնհայտ այդ որ ինքնաց մեզ գժի համանախագահաների լուրջ չէր ընդհանուր համանախագահության ինստիտուտն։ Այսինքն դու թիկունքում տարբեր պլատֆորմաներում Մինսկի խմբից դուրս բանակցություններ ես վարում, Մինսկի խմբի շրջանակում ԱԳՆ-ն ժողովուրդների համար։ Հա, ինչ որ անորոշ ձևակերպումներ ես մտցնում, ասես նոր կետից եմ սկսում, ախաղ արդար լուծում պետքա լինի, կարգավիճակ, հետո հիշեք ինքը այստեղ Արայք Հարությունյանը ներկայացնում են տարբեր տեղեր որպես մարզպետ, ինչ որ, հա, եթե կհիշեք, այն անկախության 20 թվականի բանակի օրվա հետ կապված ինչ որ միջոցառում էր, հաղորդավար այդպես ներկայացրեց Արայք Հարությունյանին, այսինքն նախագահին այնտեղի, այսինքն ամեն կերպ ցույց էին տալիս, որ Հայաստանը ինչ-որ ապակառուցողական, ինչ-որ դեստրուկտիվ կողմ է, եւ դրան հղում անելով Ալիևը փորձեց այդ օգտագործելով այն պահը, որ Ամերիկայում, ասենք, նախագահական ընտրություններ է, հա, Ռուսաստանը պատրաստվում է Ուկրաինայում պատերազմի, հա, այնտեղ ճակատամարտի, սրանում է իրավիճակ, արևմուտքը սանկցիաներ է կիրառում, այդ իրավիճակը օգտագործելով հիմնավորեց, ասած ես 5 ռայոնին, հա, այնտեղ դեստրուկտիվ կողմ է, COVID ամբողջ աշխարհում, այո, ամբողջ աշխարհում COVID-ի վիճակ էր եւ այլն, սահմանափակումներ էր։ Հարմար պահից օգտվեց։ Եվ մի բան էլ նշեմ, այդ հուլիսյան սրացումը, հիշում եք, հուլիսյան սրացումը 20 թվականի, երբ որ մի դիրքի համար այդ մղվող մարտերը 3-4 օրվա, ինչպես ուրճացրեցին եւ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Սարդարապատն է։ Այո, նոր Սարդարապատն է, մեր բանակը ամենահզորն է տարածաշրջանում, նույնիսկ Ադրբեջանից է հզոր, Թուրքիայից է հզոր, չէ՞, այդպես ասում են, հիմա արդեն 80-ականների զենքերը շրջված է, նոր զենքեր են եւ այլն, հա։ Եվ դա էլի հիմնավորում էր Ալիևի կողմից, որ սա տարածքային վեճ է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, Ղարաբաղից հեռու տեսնում եք, տարածքային վեճ է եւ Հայաստանն էլ ընդունում է, որ ինքը դա ագրեսիա է իրականացնում եւ դա էլ եւս հիմնավորում հանդիսացավ։ Շատ լավ Տիգրան ջան, շնորհակալություն ձեր բարձրաբանումների եւ խորհրդատվությունների համար։ Ես կարծում եմ մենք հետագայում դարձյալ կհանդիպենք եւ կզրուցենք Արցախի մասին եւ ոչ միայն։ Շնորհակալ եմ։ Ձեզ էլ եմ շնորհակալ։ Իմ հյուրն էր վերլուծաբան Տիգրան Քոթանջյանը։ Կհանդիպենք։